Նա կարծում էր, որ դա պարզապես մեկ աշխատանք կլինի, բայց առաջին հայացքից հասկացավ, որ այդ տղամարդու մեջ պարզ ոչինչ չկա։ Նա, սովոր լինելով հաճեցնելու համար ձավորված կանանց, չգիտի, թե ինչպես վարվել այդ աղջկա հետ, քաղցած աչքերով անզուսպ հոգով։ Երկուսն էլ զգացնում են, թե դա պարզապես աշխատանք է, բայց ցանկությունը լուռ աճում է, կոպիտ, արգելված, անխուսափելի։ Եվ երբ լույսերը մարում են, միակ ձայնը, որը մնում է, հասպար շնչառությունն է, որը փորձում է թաքցնել արդեն իսկ ակնհայտը։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ, հիշեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Լարիսա Ներսիսյանը Աստղակերպ ձեռնարկությունների գրասենյակ ժամանեց ուղիղ առավոտյան 7:39, ինչպես անում էր ամեն օր վերջին 3 տարիներին։ Ապակուց պողպատից կառուցված տպավորիչ աշտարակը Երանի ֆինանսական կենտրոնում արդեն նրա երկրորդ տունն էր դարձել։ 28 տարեկանում նա հասել էր բազմազգ ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործադիր օգնականի հարգված պաշտոնին, շնորհիվ իր նվիրվածության, անթերի կազմակերպվածության զուսպ բնավորության։ Մարմարյա նախասրահով քայլելիս նա կրթված ժպիտով պատասխանում էր անվտանգության աշխատակիցների ընդունարանի աշխատակիցների ողջույններին։ Լարիսան բոլորի կողմից սիրված էր, բայց քչերն էին նրան իսկապես ճանաչում ամենօրյա ձականություններից դուրս։ Նա գեղեցիկ կին էր, բայց ոչ շողշողուն։ Նրա շագանակագույն մազերը միշտ հավաքված էին զուսպ փնջով, թեթև դիմահարդարումը էլեգանտ, բայց պահպանողական հագուստը կազմում էին նրա անթերի պրոֆեսիոնալ կերպարը։ 25 հրթարկում նա քայլեց դեպի իր սեղանը, որը ռազմավարականորեն տեղադրված էր գլխավոր գրասենյակի նախասենյակում։ Այնտեղից նա վերահսկում էր գրեթե ողջ տեղեկատվության հոսքը, որը հասնում էր տնօրինությանը։ Նրա համակարգիչն արդեն միացված էր, երբ ծանոթ ձայնը ողջունեց նրան։ Բարի լույս, Լարիս։ Արդեն պատրաստ ես մեկ խենթ շաբաթվա։ Կարինե Սարգսյանը, մարքեթինգի վերլուծաբան Լարիսայի լավագույն ընկերուհին, հայտնվեց 2 բաժակ սուրճով։ Վերցրի այն կապուչինոն, որը դու այդքան սիրում ես։ Լարիսան ժպտաց անկեղծ երախտագիտությամբ։ Կարինե, դու հրեշտակ ես։ Այսօր ինձ իսկապես դա էր պետք։ Կարինեն շատ առումներով Լարիսայի հակապատկերն էր։ Էքստրավերտ, խոսուն, նա հագնում էր գունավոր հագուստներ, անընդհատ փոխում էր իր գանգուր մազերի տեսքը, որոնք ներկայումս վառ կարմիր երանգ ունեին։ Մինչ Լարիսան զուսպ մեթոդական էր, Կարինեն անմիջական ստեղծագործ էր։ Հավանաբար դրա համար էլ նրանք այդքան լավ էին լրացնում միմյանց։ Եվ ինչ։ Հանգիստ շաբաթավերջ անցկացրիր, հարցրեց Կարինեն, նստելով Լարիսայի սեղանի եզրին։ Հանգիստ։ Ես անցկացրի, վերանայելով այսօրվա հանդիպման զեկույցները, դիտելով այն սերիալը, որը դու ինձ խորհուրդ տվեցիր։ Կարինեն դրամատիկ կերպով աչքերը պտտեց։ Լարիս, քեզ կյանք է պետք։ 28 տարեկան ես, բայց ապրում ես, ասես 80 լինես։ Ամեն ուրբաթ դուրս գալը պարտադիր չէ, Կարինե։ Ես ամեն ուրբաթ դուրս գալու մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ, դու հասկանում ես։ Կարինեն ցածրացրեց ձայնը։ Երբ է վերջին անգամ, որ դու ինչ-որ մեկի հետ դուրս ես եկել, որ իսկական ժամադրություն ունեցել ես։ Լարիսան հառաչեց, սովոր լինելով այդ խոսակցությանը։ Սա առաջին անգամը չէր, որ Կարինեն փորձում էր աշխուժացնել նրա սիրային կյանքը։ Ես հիմա այլ առաջնահերթություններ ունեմ։ Ընկերությունը զարգանում է, մտածում եմ մագիստրատուրա անելու մասին։ Այլ առաջնահերթություններ։ Կարինեն անհավատորեն կրկնեց։ Լարիսա, դու փախչում ես։ Դա է, ինչ անում ես։ Փախչում ես ինչ-որ մեկի հետ կապ հաստատելուց։ Մինչ Լարիսան կպատասխաներ, հեռախոսը զանգահարեց։ Դա մարդկային ռեսուրսների քարտուղարն էր, ով շտապ փաստաթղթեր էր խնդրում։ Խոսակցությունը ընդհատվեց, ի հեճուկս Լարիսայի։ Օրը նորմալ ընթացավ, հանդիպումներով, հեռախոսազանգերով ծանրաբեռնված երկուշաբթիի սովորական առօրյայով։ Կեսօրին մոտ Կարինեն նորից հայտնվեց Լարիսայի սեղանի մոտ։ Ճաշի ժամն է։ Այսօր արդարացումներ չկան։ Լարիսան նայեց իր սեղանի վրա դրված աշխատանքի կույտին, բայց գիտեր, որ Կարինեն բացասական պատասխան չէր ընդունի։ Լավ, 5 րոպե տուր ինձ։ Աստղակերպ ընկերության գործադիր ճաշարանը գտնվում էր 30 հրթարկում, քաղաքի համայնապատկերային տեսարանով։ Երկու ընկերուհիները պատուհանի մոտ սեղան գտան, մյուսներից մի փոքր հեռու։ Ճաշելիս Կարինեն վերադարձավ առավոտյան թեմային։ Լարիս, ես անհանգստանում եմ քեզ համար։
Տարիներ է, ինչ քեզ ոչ մեկի հետ չեմ տեսել։ Այդ հիմար Գուրգենից հետո, որը… Մի հիշատակի այդ անունը, ընդհատեց Լարիսան։ Նրա վերջին ընկերոջ, գրեթե 5 տարի առաջ Գուրգենի հետ տրավմատիկ բաժանումը դեռս ցավոտ կետ էր։ Կներես։ Բայց լուրջ եմ ասում, դու չես կարող թույլ տալ, որ մեկ հիմարը սահմանի քո ամբողջ սիրային կյանքը։ Լարիսան անհարմարությամբ խառնեց իր ուտելիքը։ Դա միայն նրա պատճառով չէ, Կարինե։ Սա ավելի բարդ է։ Ուրեմն բացատրիր ինձ, որովհետև անկեղծ ասած չեմ հասկանում։ Լարիսան վարանեց։ Նա հոգնել էր դա միայն իր մոտ պահելուց։ Հավանաբար ժամանակն էր իր ամենաանձնական գաղտնիքը կիսելու միակ մարդու հետ, ում իսկապես վստահում էր։ Կարինե, եթե ես քեզ մի բան պատմեմ, խոստանում ես չծիծաղել ինձ վրա։ Ու ոչ մեկին չպատմել։ Լարիսայի ձայնի լրջությունը ստիպեց Կարինեին դադարեցնել ուտելը, լիովին ուշադրություն դարձնել։ Իհարկե չեմ ծիծաղի։ Կարող ես վստահել ինձ։ Լարիսան խորը շունչ քաշեց էլ ավելի ցածրացրեց ձայնը։ Ճշմարտությունն այն է, որ ես երբեք… Դու երբեք ինչ… Ես երբեք ոչ մեկի հետ չեմ եղել, վերջապես խոստովանեց Լարիսան, ամոթից կարմրած դեմքով։ Կարինեն շփոթված հոնքերը կնճռեց։ Ինչպես թե երբեք ոչ մեկի հետ չես եղել։ Դու Գուրգենը գրեթե 1 տարի միասին էիք։ Այո, բայց մենք երբեք… Դու հասկանում ես։ Լարիսան նշանակալիորեն նայեց ընկերուհուն։ Ես երբեք նրա հետ անկողին չեմ մտել։ Ու ոչ մեկի հետ։ Հասկացողությունը վերջապես հայտնվեց Կարինեի դեմքին։ Սպասիր մի րոպե։ Դու ինձ ասում ես, որ դու… Կույս… Այո, հաստատեց Լարիսան, իր ձեռքերը թեթակի դողալով ջրի բաժակի շուրջը։ Կարինեն իսկապես զարմացած թվաց, բայց նրա հայացքում դատապարտում չկար։ Բայց ինչո՞ւ… Ասելս է, դա գիտակցված ընտրություն էր, թե… Ուղղակի չստացվեց։ Մի քիչ երկուսից էլ, կարծում եմ։ Լարիսան ուսերը թափահարեց։ Սկզբում դա այն էր, որ ուզում էի սպասել ճիշտ մարդուն, ինչ-որ առանձնահատուկ մեկին։ Գուրգենից հետո, ով անընդհատ ճնշում էր ինձ դրա համար, ի վերջո պատ կառուցեցի։ Չեմ կարող պատկերացնել, որ այդքան մտերիմ բան հանձնեմ մեկին, ով ինձ մարմնից դուրս չի տեսնում, հասկանում ես։ Եվ ինչ կլինի քեզ մարմնից դուրս տեսնելը։ Մեկը, ով կհարգի ինձ, իսկապես կցանկանա ինձ, այնպիսին, ինչպիսին ես կամ։ Ով ինձ ապահով կզգա։ Լարիսան տխուր ժպտաց։ Գիտեմ, որ այսօրվա օրերում հնաոճ է թվում։ Առանձնահատուկ զգալու ցանկությունը հնաոճ չէ, Լարիս։ Կարինեն հասավ ընկերուհու ձեռքին։ Ինձ միայն անհանգստացնում է, որ դու մեկուսանում ես։ Շատ լավ տղաներ կան այնտեղ։ Հնարավոր է։ Բայց նայիր մեր շուրջը։ Լարիսան զուսպորեն ցույց տվեց մյուս սեղանները, որտեղ գործադիրները աշխույժ զրուցում էին։ Այս միջավայրում տղամարդիկ կանանց տեսնում են որպես գավաթներ կամ աստիճաններ կարիերայում բարձրանալու համար։ Ես չեմ ուզում դրա մի մասը լինել։ Նրանցից ոչ մեկը չնկատեց, որ մի քանի սեղան հեռու մի տղամարդ դադարեցրել էր իր խոսակցությունը։ Ռաֆայել Բաղդասարյանը, Աստղակերպ հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրենը, ճաշում էր 2 տնօրենների հետ, երբ նրա ականջին հասավ այդ շշուկով խոսակցությունը։ Անկանխատեսելիորեն, բայց Լարիսայի իր գործադիր օգնականի ձայնի տեմբրը գրավեց նրա ուշադրությունը։ Ռաֆայելը հայտնի էր իր զուսպ բնավորությամբ, լրջությամբ։ 40 տարեկանում նա Աստղակերպ հայաստանյան մասնաճյուղը վերածել էր Լատինական Ամերիկայի ամենաշահութաբերներից մեկի։ Նրան հարգում էին, նույնիսկ վախենում, բայց հազվադեպ էր հետաքրքրվում իր աշխատակիցների անձնական կյանքով։ Սակայն, լսելով այդ խոստովանությունը, ինչ-որ բան փոխվեց նրա ներսում։ Նա զուսպորեն նայեց այն սեղանին, որտեղ Լարիսան Կարինեն էին։ Լարիսային պրոֆեսիոնալ առումով ճանաչում էր 3 տարի։ Միշտ արդյունավետ, կազմակերպված, խելացի։ Բայց երբեք նրան իսկապես չէր տեսել։ Ոչ որպես կին։ Հիմա, դիտելով, թե ինչպես է նա խոսում այդքան խոցելիությամբ, անկեղծությամբ, Ռաֆայելն իր ներսում ինչ-որ բան զգաց արթնանալիս։ Ռաֆայել… Ինչ ես կարծում առաջարկի մասին, տնօրեններից մեկի ձայնը նրան հետ բերեց իրականություն։ Կներեք, մի պահ շեղվեցի։ Նա արագորեն վերադարձավ գործնական խոսակցությանը, բայց նրա մտքի մի մասը մնաց այդ բացահայտման վրա։
Օրվա վերջում Լարիսան վերջին փաստաթղթերն էր կարգավորում, երբ հեռախոսը զանգահարեց։ Լարիսա, Ռաֆայելն է։ Ինձ պետք է, որ դու վաղ առավոտյան պատրաստես հանդիպումների սենյակը։ Մենք հյուրեր կունենանք գլխավոր գրասենյակից, ուզում եմ, որ Օրիոն նախագծի բոլոր փաստաթղթերը հասանելի լինեն։ Այո, պարոն։ Ամեն ինչ կկազմակերպեմ։ Եվ Լարիսա։ Այո։ Կարճ դադար եղավ։ Այսօր լավ աշխատանք կատարեցիր շնորհանդեսի ժամանակ։ Քո կազմակերպվածությունն անթերի էր։ Շնորհակալություն, պարոն։ Լարիսան անջատեց հեռախոսը, զարմացած անսպասելի գովասանքից։ 3 տարվա ընթացքում Ռաֆայել Բաղդասարյանը հազվադեպ էր անձնական մեկնաբանություններ անում։ Նա հայտնի էր իր սառը արդյունավետությամբ, օբյեկտիվությամբ։ Գովասանքը, որքան էլ պարզ լիներ, նրան տարօրինակ զգացողություն թողեց։ Հաջորդ առավոտ Լարիսան ավելի շուտ եկավ, ամեն ինչ պատրաստելու հանդիպման համար։ Սենյակը կատարելապես կարգի էր բերված, փաստաթղթերը կազմակերպված, թարմ սուրճը սպասում էր։ Երբ առաջին գործադիրները սկսեցին գալ, նա ստուգում էր վերջին մանրամասները։ Բարի լույս, Լարիսա։ Խորը ձայնը զարմացրեց նրան։ Ռաֆայելը կանգնած էր սենյակի դռան մոտ, դիտելով նրան։ Նա հագած էր անթերի կտրված մուգ կապույտ կոստյում, որն ընդգծում էր նրա լայն ուսերը, մարզական կազմվածքը։ 40 տարեկանում Ռաֆայել Բաղդասարյանը անկասկած գրավիչ տղամարդ էր, իր մուգ մազերով, որոնք քիչ թե շատ մոխրագույն էին քունքերի մոտ, խորաթափանց մուգ շագանակագույն աչքերով։ Բարի լույս, պարոն Բաղդասարյան։ Ամեն ինչ պատրաստ է ըստ պահանջի։ Նա մտավ սենյակ, մանրակրկիտ դիտելով յուրաքանչյուր կազմակերպված մանրամասն։ Հիանալի աշխատանք, ինչպես միշտ։ Շնորհակալություն, պարոն։ Ռաֆայելը կանգնեց նրա մոտ, ավելի մոտ, քան սովորաբար իրենց պրոֆեսիոնալ փոխազդեցությունների ժամանակ։ Դու միշտ այդքան շուտ ես գալիս։ Սովորաբար, այո։ Սիրում եմ համոզվել, որ ամեն ինչ կատարյալ է։ Թեթ ժպիտ հայտնվեց նրա շուրթերին, ինչը հազվադեպ էր։ Քո նվիրվածությունը հիացմունքի արժանի է։ Մինչ նա կպատասխաներ, մյուս գործադիրները սկսեցին մտնել սենյակ։ Ռաֆայելը հեռացավ, վերականգնելով իր պրոֆեսիոնալ կեցվածքը, բայց Լարիսան կարող էր զգալ նրա հայացքը իր վրա, երբ նա դուրս էր գալիս սենյակից։ Ամբողջ հանդիպման ընթացքում, ապակե դռների միջով, Լարիսան նկատեց, որ Ռաֆայելը ավելի հաճախ էր նայում իր կողմը, քան սովորաբար։ Դա նուրբ փոփոխություն էր, բայց նկատելի էր նրան, ով մարզված էր կանխատեսելու նրա պրոֆեսիոնալ կարիքները։ Օրվա վերջում, երբ Լարիսան վերադարձավ սուրճի կարճ ընդմիջումից, իր սեղանի վրա գտավ սպիտակ խոլորձների փոքրիկ ծաղկաման։ Բացիկ չկար։ Նա շփոթված շուրջը նայեց։ Ինչ գեղեցիկ ծաղիկներ։ Գաղտնի երկրպագու ունես, հայտնվեց Կարինեն հետաքրքրությամբ։ Չգիտեմ, թե ով է ուղարկել։ Դե, խոլորձները էժան չեն։ Ինչ որ մեկը իսկապես հետաքրքրված է։ Կարինեն չարաճճի ժպտաց։ Պետք է սխալ լինի, պնդեց Լարիսան։ Բայց դա սխալ չէր։ Հաջորդ օրը նրա սեղանի վրա դրված էր Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գիրքը, հենց այն հեղինակը, ում մասին նա պատահաբար հիշատակել էր նախորդ շաբաթվա հանդիպման ժամանակ։ Իսկ մյուս օրը նրա սիրելի սուրճը սպասում էր նրան, հենց այնպես, ինչպես սիրում էր։ Կապուչինո դարչինով, քիչ շաքարով։ Աստիճանաբար Լարիսան սկսեց կասկածել, թե ով կարող էր լինել այդ ժեստերի հետում։ Գաղափարը անհեթեթ էր թվում, բայց համընկնումները շատ էին։ Ռաֆայել Բաղդասարյանը, իր շեֆը, հզոր գործադիր տնօրենը, իսկապես հետաքրքրություն էր ցուցաբերում իր նկատմամբ։ Հաստատումն անսպասելիորեն եկավ անձրոտ ուրբաթ օրվա կեսօրին։ Լարիսան մնացել էր մինչ ուշ, ավարտելու շտաբ զեկույցները։ Գրասենյակի մեծ մասն արդեն դատարկ էր, երբ նա որոշեց գնալ։ Ավտոկայանատեղի հասնելով, հայտնաբերեց, որ իր մեքենան չի գործում։ Մինչ նա փորձում էր զանգահարել մեխանիկին, ուժեղ անձրի տակ, նրա կողքին կանգնեց էլեգանտ մեքենա։ Ապակին իջավ, Ռաֆայել Բաղդասարյանին բացահայտելով ղեկին։ Մեքենայի հետ խնդիրներ կան։ Այո, չի ուզում գործել։ Հավանաբար մարտկոցն է։ Մտեք։ Ես ձեզ կտանեմ տուն։ Լարիսան վարանեց։ Պարոն, պետք չէ ձեզ անհանգստացնել։ Ես կարող եմ Uber կանչել։ Անհանգստություն չէ։ Եվ այս անձրի տակ դուք կարող եք 1 ժամ սպասել մեքենայի։
Մտեք, խնդրում եմ։ Առանց մեծ ընտրության Լարիսան մտավ շքեղ մեքենա։ Ներսը նոր կաշվի Ռաֆայելի օգտագործած նրբաճաշակ տղամարդկանց օծանելիքի բույր ուներ։ Անհարմար լռություն տիրեց, մինչ նա ուղղություն էր տալիս իր բնակարանը արաբ գիրում։ Շնորհակալություն դրա համար, վերջապես ասաց Լարիսան, կոտրելով լռությունը։ Դա ձեր կողմից շատ բարի է։ Դա նվազագույնն է, ինչ կարող եմ անել մեկի համար, ով այդքան շատ բան է անում ընկերության համար։ Նա աչքերը պահում էր ճանապարհին, բայց նրա ձայնը այլ երանգ ուներ, ավելի քիչ պաշտոնական։ Դուք… Լարիսան վարանեց, քաջություն հավաքելով։ Պատահաբար դուք էիք, ով խոլորձները թողեց իմ սեղանին։ Եվ Հովհաննես Թումանյանի գիրքը։ Փոքրիկ ժպիտ հայտնվեց նրա շուրթերին։ Մեղավոր եմ։ Ինչո՞վ։ Հարցը դուրս թռավ, մինչ Լարիսան կկարողանար զսպել այն։ Ռաֆայելը մի քանի պահ լուռ մնաց, կարծես մտածելով իր պատասխանի մասին։ Վերջապես ասաց. Որովհետև դու տարբեր ես, Լարիսա։ Հաշվենկատ մակերեսային մարդկանց աշխարհում դու իսկական ես։ Դա ինձ հրապուրում է։ Լարիսայի սիրտը արագացավ այդ խոսքերից։ Հուզմունքի վախի խառնուրդը տիրեց նրան, երբ նա դիտում էր Ռաֆայելի ուժեղ պրոֆիլը անձրոտ քաղաքի լույսերի ֆոնին։ Ամենահզոր մարդը, ում նա ճանաչում էր։ Արժեքն է ճանաչում, ոչ թե գեղեցկության արժեքը։ Այդ կեսօրին հաղթանուշը ամաչկոտ մտավ փոքրիկ արվեստանոց։ Տարածքը հարմարավետ էր, մեծ պատուհաններով, որոնք ներս էին թողնում բնական լույսը, ներկերի նյութերով լի դարակներով պատերին հենված մի քանի անավարտ կտավներով։ Այդ վայրում կար ինչ-որ կախարդական բան, թարմ ներկի հնարավորությունների հոտ։ Նրա մատները վարանելով դիպչեցին գծագրական թղթի մի բլոկի։ Որքան ժամանակ էր, որ նա չէր զգացել թղթի հյուսվածքը իր մատների տակ։ Նա նստեց մի փոքրիկ աթոռակի վրա, սեղանի առջ դանդաղ սկսեց նկարել։ Սկզբում ամաչկոտ, անվստահ գծեր, ապա ավելի ամուր գծեր։ Նա նկարում էր առանձնատան այգու շուշանները, ոչ թե որովհետև կարոտում էր այդ վայրը, այլ որովհետև դրանք միակ իսկապես իրենը բաներն էին, որոնք նա թողել էր հետում։ Օրերը անցնում էին։ Հաղթանուշը սկսեց օգնել Կարինեին Դիլիջանի պատմական կենտրոնում գտնվող փոքրիկ արվեստի պատկերասրահի կառավարման գործում։ Սկզբում նա միշտ լարված էր, ուսի վրայով էր նայում, վախենալով տեսնել Էդուարդին կամ նրա աշխատակիցներից որևէ մեկին։ Բայց աստիճանաբար քաղաքի հանգիստ առօրյան հանգստացրեց նրա վախերը։ Ամեն առավոտ նա քայլում էր լճի ափով, մինչ զբոսաշրջիկները կժամանեին։ Նա հանեց բարձր կրունկները, նորից սովորեց զգալ ավազը իր մատների արանքում։ Նա թողեց իր մազերը բնական աճելու, առանց այն ուղիղացնող միջոցների, որոնց վրա Էդուարդը պնդում էր, որ նա անի։ Նրա մաշկը արից թեթակի արայրուք ստացավ, մի բան, որը նա նախկինում ամեն գնով խուսափում էր, պահպանելու այն գեղեցկության չափանիշը, որը նա հավանություն էր տալիս։ Կեսօրին նա աշխատում էր պատկերասրահում կամ նկարում արվեստանոցում։ Երեկոյան նա ընթրում էր Կարինեի այլ ընկերների հետ, որոնց նա ծանոթանում էր, տեղացի արվեստագետներ, ձկնորսներ, հյուրատների սեփականատերեր։ Իրական մարդիկ, առանց դիմակների կամ թաքնված օրակարգերի։ Նա ավելի հեշտությամբ էր ծիծաղում, ասում էր այն, ինչ մտածում էր, առանց որևէ մեկին դժգոհելու վախի։ Դուք փոխվել եք, նկատեց Կարինեն մի գիշեր, մինչ նրանք գինի էին խմում հյուրատան պատշգամբում, լսելով լճի ձայնը։ Ինչպես եմ փոխվել։ Ավելի կենդանի։ Ձեր աչքերն ունեն մի փայլ, որը չունեին, երբ եկաք։ Կարծես ծաղկում եք։ Հաղթանուշը ժպտաց, մտածելով այն Շուշանի կոկոնի մասին, որը բերել էր իր հետ։ Նա նույնպես ծաղկում էր, հեռու Էդուարդի խեղդող ստվերից։ Երանում, մինչդեռ Էդուարդ Մանուկյանն ապրում էր իր անձնական դժոխքը։ Հաղթանուշի բացակայության առաջին շաբաթները մաքուր զայրույթի էին։ Նա մասնավոր հետախույզներ ուղարկեց նրան գտնելու, սպառնաց դատի տալ նրանց, ովքեր թաքցնում էին իր կնոջը, նույնիսկ կապ հաստատեց նրա ընտանիքի հետ Գեղարքունիքի մարզում, ովքեր ոչինչ չգիտեին նրա գտնվելու վայրի մասին։ Նրա մոլուցքային վարքը սկսեց ազդել բիզնեսի վրա։ Նա անուշադիր էր հանդիպումներին, գրգռված աշխատակիցների հետ, սխալներ էր թույլ տալիս, որոնք սովորաբար չէր թույլ տա։ Էդուարդը, վերահսկող հաշվարկող, կորցնում էր վերահսկողությունը։ Դուք պետք է հանգստանաք, խորհուրդ տվեց Մարտինը, նրա փաստաբանը, թերս, ամենամոտ ընկերը, ում նա ուներ։ Նա կվերադառնա, երբ հոգնի այս ապստամբությունից։ Բայց Էդուարդն այդքան էլ վստահ չէր։
Ինչ-որ բան հաղթանուշի հեռանալուց ի մեջ, առանց նախազգուշացման, առանց առճակատման, պարզապես լռություն, խորապես անհանգստացնում էր նրան։ Կարծես նա իրենից սովորել էր անտարբերության արվեստը, այժմ այն օգտագործում էր իր ուսուցչի դեմ։ Շաբաթները դարձան ամիսներ։ Ուղիղ 3 ամիս էր անցել հաղթանուշի անհետանալուց։ Էդուարդը իր առանձնատան գրասենյակում էր, երբ մի ծրար եկավ։ Այն Դիլիջանից մի փաստաբանից էր, պարունակելով Հաղթանուշ Ալմազյանի ստորագրած ամուսնալուծության հայց։ Այսպես նա իմացավ, թե որտեղ է նա։ Նրա առաջին մղումը մասնավոր ինքնաթիռ վերցնելն էր, անմիջապես այնտեղ գնալը, Հաղթանուշին հետ քաշելը, եթե անհրաժեշտ լիներ։ Բայց ինչ-որ բան կանգնեցրեց նրան։ Ծրարի մեջ, ամուսնալուծության փաստաթղթերի հետ մեկտեղ, կար մի փոքրիկ լուսանկար։ Դա մի նկար էր, հստակորեն նկարված նրա կողմից, սպիտակ շուշան, որը ծաղկում էր ինտենսիվ կապույտ ֆոնի վրա։ Ստորին անկյունում նա գրել էր. որոշ ծաղիկների տարածք է պետք ծաղկելու համար։ Էդուարդը երկար ժամանակ նայում էր այդ պատկերին։ Առաջին անգամ տարիներ շարունակ, թերս կյանքում առաջին անգամ, նա զգաց մի բան, բացի ամբիցիայից կամ զայրույթից։ Նա զղջման ցավ զգաց։ Այդ գիշեր նա չկարողացավ քնել։ Նա քայլեց առանձնատան դատարկ սենյակներով, երբեմն կանգ առնելով նայելու իր հաղթանուշի պաշտոնական լուսանկարներին միջոցառումների ժամանակ։ Նա միշտ ժպտում էր այդ մարզված ժպիտով, նա միշտ տիրականորեն ձեռքը դրած էր նրա իրանին։ Նրանք կատարյալ զույգ էին թվում։ Բայց նա գիտեր այդ պատկերների հետում թաքնված ճշմարտությունը սառն էր ու դատարկ, ինչպես տունը հիմա։ Նա հասավ այգի, կանգնեց Շուշանների մարգագետնի առջ։ Նրանք դանդաղ մահանում էին, առանց Հաղթանուշի խնամքի։ Ճիշտ այնպես, ինչպես իր ամուսնությունը դանդաղ մահացել էր, օրեցօր, յուրաքանչյուր չասված խոսքով, յուրաքանչյուր անտեսված զգացմունքով, նրա յուրաքանչյուր երազանքով, որը նա արամարել էր։ Հաջորդ առավոտ, ի հեճուկս նրան ճանաչող բոլորի սպասելիքների, Էդուարդ Մանուկյանը նստեց իր մեքենան, ազատ արձակեց վարորդին, մենակ գնաց Դիլիջան։ Նա թիկնապահներ չվերցրեց, ոչ ոքի չտեղեկացրեց, մշակված պլան չուներ։ Նա միայն գիտեր, որ պետք է տեսներ Հաղթանուշին։ Գրեթե 4 ժամ տողությամբ ճանապարհորդությունը Երան Դիլիջան մայրուղով նրան ժամանակ տվեց մտածելու։ Այն մասին, թե ինչպես էր ծանոթացել Հաղթանուշի հետ, այն երազանքներով լի երիտասարդ կնոջ մասին, ով նա էր, այն մասին, թե ինչպես էր նա նրան շողոքորթել հավերժական սիրո խոստումներով, որոնք նա երբեք իսկապես չէր մտադրվել կատարել։ Նա մտածում էր այն մասին, թե ինչպես էր աստիճանաբար ձավորում նրան դարձնելով իր կատարյալ կյանքի պարագա, մինչ որ նա այլս ոչինչ չէր, քան իր անձնական հավաքածուի մեջ լավ հագնված տիկնիկ։ Նա հասավ Դիլիջան կեսօրին։ Փոքրիկ պատմական քաղաքը մարդաշատ էր զբոսաշրջիկներով։ Նա կայանեց մեքենան, քայլեց քարքարոտ փողոցներով, իրեն անտեղի զգալով իր թանկարժեք կոստյումով, իտալական կոշիկներով։ Նա հարցրեց ծովի գույներ անունով արվեստի պատկերասրահի մասին, որը նշված էր փաստաբանի նամակի վերնագրում։ Ցուցումներին հետելով նա հասավ մի հմայիչ գաղութային տուն, կապույտ դռներով, պատուհաններով։ Մի փոքրիկ ցուցանակ ցույց էր տալիս, որ դա այն պատկերասրահն էր, որը նա փնտրում էր։ Նա խորը շունչ քաշեց, սովորության համաձայն ուղեց փողկապը մտավ։ Ներսը թարմ էր, հարմարավետ։ Տեղացի տարբեր արվեստագետների կտավները զարդարում էին սպիտակ պատերը։ Հետին պլանում մեղմ երաժշտություն էր հնչում։ Այդ պահին հաճախորդներ չկային, միայն մի կին էր կատալոգներ կազմակերպում հաշվիչի վրա։ Էդուարդն անմիջապես չճանաչեց նրան։ Նրա մազերը տարբեր էին, ավելի երկար, բնական, արից մի քանի ավելի բաց մազափնջերով։ Նա հագած էր պարզ բամբակյա զգեստ, առանց մանրամասն դիմահարդարման, առանց թանկարժեք զարդերի։ Բայց երբ նա բարձրացրեց դեմքը, կասկած չկար, դրանք նույն աչքերն էին, որոնք մի օր հմայել էին նրան։ Հաղթանուշ, ասաց նա, նրա սովորաբար վստահ ձայնը հիմա վարանող էր։ Նա քարացավ, տեսնելով նրան։ Մի պահ Էդուարդը վախեցավ, որ նա կփախչի կամ կբղավի։ Բայց Հաղթանուշը պարզապես ուղեց ուսերը, նայեց նրան այնպիսի հանգստությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Էդուարդ, պատասխանեց նա, ոչ զայրույթով, ոչ վախով, պարզապես նրա ներկայության հանգիստ ընդունումով։ Դուք փոխվել եք, միայն դա կարողացավ ասել։ Փոքրիկ ժպիտ հայտնվեց նրա շուրթերի անկյունում։ Ես ինքս ինձ եմ։ Թերս առաջին անգամ երկար ժամանակ անց։ Այնքան շատ բան կար, որ նա ուզում էր ասել, այնքան մեղադրանքներ, պահանջներ, թերս նույնիսկ ներողություններ։
Բայց բոլոր բառերը անհարմար էին թվում այդ նոր հաղթանուշի առջ, ով նայում էր նրան ոչ թե որպես հնազանդ կին, այլ որպես հավասար։ Ես ստացա ամուսնալուծության փաստաթղթերը, ասաց նա վերջապես։ Եվ եկել եք համոզելու ինձ հրաժարվելու, հարցրեց նա, ձեռքերը կրծքին ծալելով։ Իրականում չգիտեմ, թե ինչու եկա, խոստովանեց նա, զարմացնելով իրեն անկեղծությամբ։ Թերս հասկանալու համար։ Ինչ հասկանալ, Էդուարդ։ Ինչու։ Թողեցի շքեղության արտոնությունների կյանքը։ Ինչու։ Լքեցի մեծ Էդուարդ Մանուկյանին։ Նրա ձայնում դառնության մի նշույլ կար, բայց հիմնականում ամրություն։ Հասկանալու համար, թե ինչպես կարող եք այստեղ, այս պարզ վայրում, ավելի երջանիկ թվալ, քան երբեք իմ կողքին։ Հաղթանուշը չէր սպասում այս պատասխանին։ Մի պահ նրա հայացքը մեղմացավ։ Որովհետև այստեղ կարող եմ շնչել, ասաց նա։ Այստեղ ես մրցանակ կամ տիկնիկ չեմ։ Ես պարզապես հաղթանուշն եմ։ Այդ պահին պատկերասրահի դուռը բացվեց, մտավ Կարինեն։ Նա անմիջապես կանգ առավ, տեսնելով Էդուարդին, տագնապի արտահայտություն անցավ նրա դեմքով։ Ամեն ինչ կարգին է, Կարինե, հավաստիացրեց հաղթանուշը։ Էդուարդն արդեն հեռանում է։ Ոչ, արագ ասաց նա։ Խնդրում եմ, ես պարզապես ուզում էի խոսել։ Կարող եմ վերադառնալ վաղը։ Հաղթանուշը վարանեց։ Նրա մի մասը ցանկանում էր նրան հեռացնել, մեկընդմիշտ փակել իր կյանքի այդ գլուխը։ Բայց մյուս մասը, այն մասը, որը մի օր իսկապես սիրել էր այդ տղամարդուն, հետաքրքրություն զգաց։ Ինչը կստիպեր Էդուարդ Մանուկյանին, այն մարդուն, ով երբեք ներողություն չէր խնդրել իր կյանքում, 4 ժամ մեքենա վարել միայն նրան տեսնելու համար։ Վաղը ես կնկարեմ Դիլիջանի գեղատեսիլ վայրում, Արածագին, ասաց նա վերջապես։ Եթե ցանկանում եք խոսել, գիտեք, թե որտեղ գտնել ինձ։ Էդուարդը գլխով արեց, հասկանալով հեռացումը։ Նա դուրս եկավ պատկերասրահից, տարօրինակ կերպով պարտված զգալով, բայց նա հետաքրքրված։ Սա այն ընդունելությունը չէր, որին նա սպասում էր, ոչ զղջման արդյունքներ, ոչ էլ անվերահսկելի զայրույթ։ Պարզապես հանգիստ կին, ով կարծես գտել էր իր տեղը աշխարհում, հեռու նրանից։ Նա մնաց քաղաքի լավագույն հյուրատանը, թե այն շատ ավելի պարզ էր, քան այն շքեղ հյուրանոցները, որոնց նա սովոր էր։ Նա մենակ ընթրեց, չկարողանալով վայելել ուտելիքը, մտածելով հաջորդ օրվա հանդիպման մասին։ Սենյակում նա փորձեց աշխատել իր նոութբուքով, բայց չկարողացավ կենտրոնանալ։ Նա բացեց հաղթանուշի պատկերասրահի էջը, ինտերնետում տեսավ նրա վերջին կտավների լուսանկարները։ Դրանք վառ էին, էմոցիոնալ, լի կյանքով, այնքան տարբեր այն մանրակրկիտ չեզոք սառը դեկորացիայից, որը նա պարտադրում էր իր առանձնատանը։ Նա մեղքի զգացումով հասկացավ, որ երբեք իսկապես չէր ճանաչել այն կնոջը, ում հետ ամուսնացել էր։ Երբեք չէր ջանք թափել հայտնաբերելու նրա երազանքները, նրա տաղանդները, նրա էությունը։ Երբ ալը սկսեց ծագել Դիլիջանի լճի վրա, Էդուարդն արդեն Դիլիջանի գեղատեսիլ վայրում էր։ Նա կոստյումը փոխել էր պարզ տաբատով վերնաշապիկով, բայց դեռ անտեղի էր թվում այդ բնական միջավայրում։ Հաղթանուշը ժամանեց մի փոքր ուշ, տանելով մոլբերտ ներկերի փոքրիկ տուփ։ Նա հագած էր ծղոտե գլխարկ, արից պաշտպանվելու համար թեթ, հարմարավետ հագուստ։ Նա լիովին ներդաշնակ էր թվում շրջապատի հետ։ Նա տեսավ նրան, բայց զարմանք չցուցաբերեց։ Նա տեղադրեց իր սարքավորումները նրանից մի քանի մետր հեռավորության վրա, սկսեց նկարել առավոտվա հանգիստ լիճը, հետին պլանում գտնվող լեռները, աստիճանաբար գույնը փոխող երկինքը։ Էդուարդը դանդաղ մոտեցավ, ինչպես մեկը, ով վախենում է հազվագյուտ թռչունին վախեցնելուց։ Դուք իսկապես եկաք, ասաց նա, աչքերը չկտրելով կտավից։ Ասացի, որ կգամ։ Դուք շատ բաներ եք ասել, Էդուարդ։ Նա դրա համար պատասխան չուներ։ Նա լուռ մնաց, դիտելով նրան նկարելիս։ Ինչ-որ հիպնոսացնող բան կար նրա շարժվելու ձի մեջ, նրա դեմքի կենտրոնացման մեջ, այն ձի մեջ, թե ինչպես էր նա վրձիններով գույներով գրավում այդ լուսաբացի էությունը։ Ինչու։ Երբեք չպատմեցիք ինձ, հարցրեց նա վերջապես։ Ինչ պատմել։ Որ այսպես էիք նկարում։ Որ ունեիք այդ տաղանդը։ Հաղթանուշը վերջապես նայեց նրան, տխուր ժպիտով շուրթերին։ Ես պատմեցի, Էդուարդ։ Ամուսնության առաջին ամիսներին։ Ես ցույց տվեցի մի քանի գծանկար, խոսեցի իմ երազանքի մասին, մի օր պատկերասրահում ցուցադրվելու։
Դուք ասացիք, որ դա գեղեցիկ հոբբի է, բայց որ ես պետք է կենտրոնանամ լավ կին լինելու վրա։ Էդուարդը կնճռեց հոնքերը, փորձելով հիշել այդ խոսակցությունը։ Ճիշտ էր դա։ Արդյոք նա իսկապես այդքան անտարբերությամբ էր մերժել նրա համար այդքան կարևոր մի բան։ Հաղթանուշի արտահայտությունը կասկածներ չէր թողնում։ Երբեք իմ մտադրությունը չի եղել։ Հենց դա է հարցը, Էդուարդ, ընդհատեց նա, մի պահ վրձինը դնելով։ Ձեր մտադրությունները երբեք կարևոր չէին, որովհետև դուք երբեք իսկապես չեք տեսել ինձ։ Ես պարզապես առարկա էի ձեր կատարյալ կյանքում, մի բան, որը պետք է ցուցադրել պահել։ Գեղեցիկ եղիր, բայց հեռու ինձանից։ Հիշում եք այդ բառերը։ Նա աչքերը ցած իջեցրեց, ամաչելով։ Հիշում եմ։ Դա վերջին կաթիլն էր, շարունակեց նա։ Բայց դա պատճառը չէր։ Պատճառը բոլոր այն օրերն էին, երբ դուք նայում էիք ինձ, չտեսնելով ինձ, բոլոր այն ժամանակները, երբ դուք խոսում էիք, չլսելով ինձ, բոլոր այն պահերը, երբ ես մի փոքր մեռնում էի ներսում, ժպտալով ձեր կողքին։ Հաղթանուշի խոսքերը լողում էին առավոտյան օդում, տարված ալիքների մեղմ ձայնով։ Էդուարդը լուռ մնաց, մարսելով այդ ցավոտ ճշմարտությունը։ Իր հաջողակ գործարարի կյանքում նա երբեք այդքան ուղղակիորեն անկեղծորեն չէր առերեսվել։ Ես չեմ եկել ձեզ հետ վիճելու, Էդուարդ, ասաց Հաղթանուշը, նորից վերցնելով իր վրձինները։ Իրականում, շնորհակալ եմ, որ եկաք։ Հիմա կարող եմ անձամբ ասել այն, ինչ նախկինում երբեք չէի համարձակվում։ Ես լավ եմ առանց ձեզ։ Ես երջանիկ եմ այստեղ։ Դա ավելի ցավեց, քան ցանկացած վիրավորանք կարող էր ցավել։ Էդուարդ Մանուկյանը, այն մարդը, ով ուներ ամեն ինչ, հայտնաբերեց, որ միակ մարդը, ով իսկապես կարող էր, երջանիկ էր հեռու նրանից։ Իսկ եթե ես ասեմ, որ ուզում եմ փոխվել, հարցրեց նա, զարմացնելով իրեն։ Որ կարոտում եմ ձեզ։ Հաղթանուշը թերահավատորեն նայեց նրան։ Դուք ինձ եք կարոտում, թե՞։ Ձեր վիրավորված էգոին։ Այն վերահսկողությանը, որը դուք ունեիք իմ վրա։ Չգիտեմ, խոստովանեց նա, այնպիսի անկեղծությամբ, որը երբեք չէր ցուցաբերել։ Թերս ամեն ինչից մի փոքր։ Բայց գիտեմ, որ… Դուք շատ ավելի մեծ ներուժ ունեք, քան պարզապես օգնական լինելը, Լարիսա։ Պետք է մտածեք հաջորդ ցիկլում ղեկավարության զարգացման ծրագրին դիմելու մասին։ Լարիսան կասկածանքով նայեց նրան։ Ես արտոնություններ չեմ ուզում։ Ես արտոնություններ չեմ առաջարկում։ Ես ճանաչում եմ տաղանդը։ Նրա ձայնը ամուր էր։ Այս ընկերությունում կամ դրանից դուրս դուք ներուժ ունեք առաջնորդելու։ Ես պարզապես հիմար կլինեի, եթե չփորձեի այդ տաղանդը պահելը աստղակերպում։ Ընթրիքի մնացած մասն անցավ ավելի ու ավելի մտերմիկ մթնոլորտում։ Ռաֆայելը ուշադիր լսող էր, անկեղծորեն հետաքրքրված նրա կարծիքներով, մտքերով։ Առաջին անգամ երկար ժամանակ հետո Լարիսան իրեն իսկապես տեսած զգաց, ոչ որպես արդյունավետ օգնական, ոչ որպես նվաճելու ենթակա կին, այլ որպես ինքը, իր բոլոր բարդություններով։ Երբ ընթրիքն ավարտվեց, Ռաֆայելը նրան տուն տարավ։ Մեքենայում հարմարավետ լռություն տիրեց նրանց միջ։ Նրա շենքին հասնելուն պես նա անջատեց շարժիչը, շրջվեց դեպի նա։ Կուզեի նորից անել դա, փափուկ ասաց նա։ Ես էլ, խոստովանեց Լարիսան, զարմացնելով իրեն իր անկեղծությամբ։ Ռաֆայելը թեթակի թեքվեց, նրա աչքերը հարցնում էին, թույլտվություն խնդրելով։ Լարիսան զգաց, թե ինչպես է իր սիրտը արագանում, երբ նա ավելի մոտեցավ, նրա շուրթերը նրա շուրթերից միլիմետրեր հեռու էին։ Երբ վերջապես դիպան, դա անսպասելի նրբությամբ էր, այդքան հզոր տղամարդուց։ Մեղմ համբույր, գրեթե հարգալից, որը սարսուռներ ուղարկեց նրա ամբողջ մարմնով։ Երբ բաժանվեցին, Ռաֆայելի աչքերն ավելի մուգ էին, ինտենսիվ, զսպված ցանկությունից։ Բարի գիշեր, Լարիսա, ասաց նա, ձայնը խռպոտ։ Բարի գիշեր, Ռաֆայել։ Այդ գիշեր, մինչ նա փորձում էր քնել, Լարիսան մտածում էր, թե ինչի մեջ էր մտնում։ Ռաֆայել Բաղդասարյանը սովորական տղամարդ չէր, այն, ինչ սկսում էր զգալ նրա հանդեպ, սովորական ձգողություն չէր։ Դա ավելի խորն էր, ավելի վտանգավոր, ավելի հուզիչ, քան այն ամենը, ինչ նա երբեք զգացել էր։ Եվ որքան էլ փորձում էր հերքել, ինչ-որ բան նրա ներսում ասում էր, որ հետդարձի ճանապարհ չկար։ Հաջորդ շաբաթներին Լարիսայի Ռաֆայելի հարաբերությունները սկսեցին ծաղկել։ Զուսպ հանդիպումներ հեռավոր ռեստորաններում, հանգստյան օրերի զբոսանքներ մոտակա քաղաքներում, երկար հեռախոսազրույցներ, որոնք ձգվում էին մինչ գիշեր։
Աշխատանքում նրանք պահպանում էին խիստ պրոֆեսիոնալ կեցվածք, ոչինչ իրենց պահվածքում չէր մատնում, որ աշխատանքային ժամերից հետո կիսվում էին կրքոտ համբույրներով անձնական գաղտնիքներով։ Միայն Կարինեն գիտեր սկսվող սիրավեպի մասին, նույնիսկ նա չգիտեր բոլոր մանրամասները։ Ուրեմն դուք արդեն մի կեսօր հարցրեց Կարինեն, հոնքերով հուշող ժեստ անելով։ Ոչ, պատասխանեց Լարիսան կարմրելով։ Մենք դանդաղ ենք գնում։ Եվ նա գիտի քո մասին։ Լարիսան գլխով արեց։ Դեռ չեմ գտել ճիշտ պահը պատմելու համար։ Լարիս, որքան շատ ժամանակ անցնի, այնքան դժվար կլինի։ Իսկ եթե նա հասկացող չլինի։ Ուրեմն նա ճիշտ տղամարդը չէ, պատասխանեց Լարիսան ավելի մեծ ինքնավստահությամբ, քան իրականում զգում էր։ Իրականում իր գաղտնիքը Ռաֆայելին բացահայտելու վախը մեծանում էր ամեն օր։ Որքան շատ էր էմոցիոնալորեն ներգրավվում, այնքան շատ էր վախենում նրա արձագանքից։ Մինչդեռ Տիգրան Ալեքսանյանը շարունակում էր իր անողոք հարձակումը։ Մարքեթինգի նոր տնօրենը ցանկացած պատրվակ էր գտնում Լարիսայի մոտ լինելու համար, խնդրում էր նրա օգնությունը նախագծերում, ուղղորդում էր ընկերության ընթացակարգերի վերաբերյալ, նույնիսկ սկսեց հաճախել նույն սրճարանը, որտեղ նա սովորաբար ճաշում էր Կարինեի հետ։ Պատահականություն չէ, որ մենք հանդիպում ենք այստեղ, մի օր մեկնաբանեց նա, մոտենալով սեղանին, որտեղ Լարիսան մենակ էր, սպասելով Կարինեին։ Խոստովանում եմ, որ հարցրել եմ, թե որտեղ է սովորաբար ճաշում։ Պարոն Ալեքսանյան։ Տիգրան, նա ուղեց, առանց հրավերի նստելով։ Երբ ես դադարելու խուսափել ինձանից, Լարիսա։ Ես սկսում եմ վիրավորվել։ Ես քեզանից չեմ խուսափում։ Ուղղակի մեր հարաբերությունները պահում եմ պրոֆեսիոնալ, ինչպես պետք է լինի։ Ինչպես պետք է լինի։ Տիգրանը ժպտաց, առաջ թեքվելով։ Կամ ինչպես է ուզում Բաղդասարյանը, որ լինի։ Բոլորը նկատում են, թե ինչպես է նա քեզ նայում։ Լարիսան զգաց, որ դեմքը տաքանում է։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Իհարկե գիտես։ Հարցն այն է, ինչու բավարարվել ձեր ու վերահսկող տղամարդով, երբ կարող ես զվարճանալ ինձ հետ։ Նա ձեռքը մեկնեց, դիպչելու նրանին, բայց Լարիսան արագ հետ քաշեց այն։ Ես ավելի երիտասարդ եմ, ավելի զվարճալի, երաշխավորում եմ, որ շատ ավելի մեծ հաճույք կարող եմ պատճառել։ Մեկնաբանության մեջ պարունակվող գռեհիկությունը նրան անհարմար զգացնել տվեց։ Պետք է վերադառնամ աշխատանքի, ասաց նա, վեր կենալով։ Տիգրանը բռնեց նրա դաստակից։ Պետք չէ փախչել։ Ես ուղղակի անկեղծ եմ այն մասին, թե ինչ եմ ուզում։ Բաց թող իմ դաստակը, խնդրում եմ։ Միայն այն բանից հետո, երբ կհամաձայնվես ինձ հետ մի բաժակ խմելու։ Օրիորդը խնդրեց բաց թողնել իրեն։ Խորը հեղինակավոր ձայնը ստիպեց Տիգրանին շրջվել։ Ռաֆայելը կանգնած էր սեղանի կողքին, նրա հայացքն այնքան սառը էր, որ կարող էր դժոխքը սառեցնել։ Անմիջապես Տիգրանը բաց թողեց Լարիսայի դաստակը։ Մենք ուղղակի զրուցում էինք, ասաց նա, փորձելով անփույթ հնչել։ Ճիշտ է, Լարիսա։ Ռաֆայելը չսպասեց պատասխանին։ Լարիսա, դու ինձ պետք ես գրասենյակում շտապ հեռակոնֆերանսի համար։ Ինչ վերաբերում է քեզ, Տիգրան, խորհուրդ եմ տալիս հիշել, որ ոտնձգությունները չեն հանդուրժվում աստղակերպում։ Տոնը քննարկման տեղ չէր թողնում։ Տիգրանը գլխով արեց, վեր կենալով։ Դա պարզապես թյուրիմացություն էր։ Կհանդիպենք ավելի ուշ, Լարիսա։ Երբ Տիգրանը դուրս եկավ սրճարանից, Ռաֆայելը շրջվեց դեպի Լարիսան, նրա արտահայտությունը նկատելիորեն մեղմացավ։ Դու լավ ես։ Ես լավ եմ։ Շնորհակալություն։ Նա կարող էր զգալ շուրջ բոլորի մարդկանց հետաքրքրասեր հայացքները։ Իսկապես հեռակոնֆերանս կա։ Ոչ, խոստովանեց Ռաֆայելը, նրա ծնոտը դեռ լարված էր զայրույթից։ Ես ցուցափեղկից տեսա, թե ինչպես էր նա բռնել քո դաստակը։ Պետք էր միջամտել։ Ընկերություն վերադառնալու ճանապարհին, կողք կողքի քայլելով, Ռաֆայելը պահպանում էր պրոֆեսիոնալ հեռավորություն, բայց նրա ձայնը մատնում էր անհանգստությունը։ Նա հաճախ է քեզ անհանգստացրել։ Համառորեն հրավիրում է ինձ դուրս գալու, չնայած իմ մերժումներին։ Ես կարող եմ միջոցներ ձեռնարկել։ Տեղափոխել նրան, պաշտոնապես նախազգուշացնել։ Ոչ, արագ պատասխանեց Լարիսան։ Ես կարող եմ դա հաղթահարել։ Բացի այդ, եթե դու պաշտոնապես միջամտես, մարդիկ կկասկածեն։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում։
Բայց ինձ հետաքրքրում է։ Ես քրտնաջան աշխատել եմ իմ պրոֆեսիոնալ համբավը կառուցելու համար։ Ես չեմ ուզում, որ ինձ տեսնեն որպես աշխատակցուհի, ով շեֆի հետ քնել է կարիերայում բարձրանալու համար։ Ռաֆայելը դադարեց քայլել, ուղղակիորեն նայելով նրան։ Դա է քեզ անհանգստացնում։ Ինչ կասեն։ Մասամբ։ Եվ նա չեմ ուզում քեզ համար խնդիրներ ստեղծել։ Նա անհումոր ծիծաղեց։ Ես գործադիր տնօրենն եմ։ Խնդիրները իմ մասնագիտությունն են։ Երբ հասան։ Միշտ էլ եղել են, ես պարզապես չգիտեի տեսնել։ Շնորհակալություն, պատասխանեց նա։ Եվ շնորհակալություն այս ամենի համար։ Կարինեն ինձ պատմեց, որ դա ձեր գաղափարն էր։ Դա նվազագույնն էր, ինչ կարող էի անել, ձեր տաղանդը այդքան երկար խեղդելուց հետո։ Հաղթանուշը ժպտաց, հուզված նրա անկեղծությունից։ Այսօր ես ծանոթացա Դանիել Վարդանյանին, մեկնաբանեց նա։ Նա ինձ հրավիրեց ցուցադրվելու իր պատկերասրահում, Գյումրիում։ Էդուարդը կրծքավանդակում սեղմում զգաց, բայց ջանք թափեց երջանիկ թվալ նրա համար։ Դա հրաշալի է։ Դուք արժանի եք այդ ճանաչմանը։ Նա ինձ հրավիրեց ընտրելու վաղը, ավելացրեց հաղթանուշը, դիտելով Էդուարդի արձագանքը։ Լարված լռության պահ տիրեց։ Էդուարդը ներքուստ պայքարում էր խանդի դեմ, արգելելու, վերահսկելու մղման դեմ։ Բայց նա զսպեց իրեն։ Նա այլս իրավունք չուներ վերահսկելու նրա կյանքը։ Դուք կգնաք, հարցրեց նա վերջապես։ Չգիտեմ, պատասխանեց հաղթանուշը, զարմացնելով նրան։ Ինչ եք կարծում։ Էդուարդը խորը շունչ քաշեց։ Հին Էդուարդը կմատնանշեր իրավիճակը, կօգտագործեր իր իշխանությունը կամ ազդեցությունը մրցակցին հեռացնելու համար։ Բայց նա փորձում էր լինել ավելի լավ մեկը, ով իսկապես արժանի էր այն երկրորդ հնարավորությանը, որը նա փնտրում էր։ Կարծում եմ, դուք պետք է հետեք ձեր սրտին, անկեղծորեն ասաց նա։ Եթե ուզում եք նրան ավելի լավ ճանաչել, գնացեք։ Ես այստեղ կլինեմ, երբ վերադառնաք, եթե ցանկանաք խոսել։ Հաղթանուշը մի պահ ուսումնասիրեց նրան, կարծես փորձելով պարզել, թե արդյոք նրա փոփոխությունը անկեղծ էր։ Ապա, Էդուարդի զարմանքին, նա թեթակի դիպչեց նրա թին։ Շնորհակալություն իմ ընտրությունը հարգելու համար, ասաց նա։ Դա շատ բան է նշանակում ինձ համար։ Հաջորդ երեկո Էդուարդը ոչինչի վրա չկարողացավ կենտրոնանալ։ Նա գիտեր, որ հաղթանուշը ընտրում էր Դանիելի հետ, հավանաբար լճի ափին գտնվող շքեղ ռեստորաններից մեկում։ Նա փորձեց աշխատել որոշ էլեկտրոնային նամակների վրա, բայց նրա միտքը շարունակում էր վերադառնալ նրան։ Նա որոշեց քայլել լճի ափով, մտքերը պարզելու համար։ Գիշերը պարզ էր, լիալուսինը լուսավորում էր մեղմ ալիքները։ Նա նստեց ավազի վրա, մի բան, որը նա երբեք չէր անի իր նախկին կյանքում, դիտում էր լճի հիպնոսացնող շարժումը։ Հենց այդ ժամանակ նա նկատեց մի ծանոթ ստվեր, որը քայլում էր հեռվում։ Հաղթանուշը գալիս էր լճի ափով, մենակ, կոշիկները ձեռքին ոտաբոբիկ ավազի վրա։ Էդուարդը անշարժ մնաց, վախենալով փչացնել պահը։ Նա դեռ չէր տեսել նրան, թվում էր, կլանված էր իր մտքերով։ Երբ նա վերջապես նկատեց նրան, մի պահ կանգ առավ, ապա շարունակեց քայլել դեպի նա։ Բարի երեկո, ասաց նա, նստելով նրա կողքին, ավազի վրա։ Չէի սպասում ձեզ այստեղ գտնել։ Պետք էր մտածել, պատասխանեց նա։ Ընթրիքը լավ անցավ։ Հաղթանուշը ուսերը թոթվեց։ Հաճելի էր։ Դանիելը խելացի է, շատ բան գիտի արվեստից, ունի հետաքրքիր պատմություններ։ Էդուարդը գլխով արեց, փորձելով անտեսել այն անհարմարության զգացումը, որը նա զգում էր։ Բայց, շարունակեց նա, ինչ-որ բան ճիշտ չէր թվում։ Ինչը, հարցրեց նա, փորձելով չափազանց անհանգիստ չթվալ պատասխանի համար։ Չգիտեմ բացատրել, ասաց հաղթանուշը, մատներով ավազի վրա նախշեր գծելով։ Կարծես ես նորից էի ապրում անցյալը, բայց այլ կերպ։ Նա խոսում էր իր նվաճումների, իր ճանապարհորդությունների, իր կապերի մասին գրեթե չհարցրեց իմ մասին։ Այն մասին, թե ինչ էի ուզում, իմ երազանքների մասին։ Էդուարդը անհարմար զգաց իր անցյալի վարքագծի ակնհայտ զուգահեռից։ Եվ ինչ եք ուզում, հաղթանուշ, մեղմորեն հարցրեց նա։ Որոնք են ձեր երազանքները հիմա։ Նա նայեց նրան, զարմացած այն հարցից, որը նա երբեք չէր տվել ամուսնության տարիներին։ Ուզում եմ նկարել, պարզապես ասաց նա։
Ուզում եմ ստեղծել։ Ուզում եմ զգալ, որ կենդանի եմ, որ ինձ տեսնում են այնպիսին, ինչպիսին ես իսկապես եմ, ոչ թե այն, ինչ ես ներկայացնում եմ կամ ինչ կարող եմ առաջարկել։ Ես ուզում եմ տեսնել ձեզ, ասաց Էդուարդը, նրա ձայնը գրեթե շշուկ էր։ Իրական հաղթանուշին։ Եթե ինձ այդ հնարավորությունը տաք։ Նա ուսումնասիրեց նրան լուսնի լույսի ներքո, փնտրելով հին Էդուարդի նշանները, մանիպուլյացիան, վերահսկողությունը, սառնությունը։ Բայց նա միայն տեսավ մի խոցելի տղամարդու, ով անկեղծորեն փորձում էր փոխվել։ Ես վախենում եմ, խոստովանեց նա վերջապես։ Ինձանից, հարցրեց նա, սիրտը սեղմված։ Մեզանից։ Հավատալուց, որ մարդիկ իսկապես կարող են փոխվել։ Նորից վիրավորվելուց։ Էդուարդը ցանկանում էր դիպչել նրան, գրկել նրան, խոստանալ, որ այլս երբեք չի վիրավորի նրան։ Բայց նա գիտեր, որ պետք է հարգեր նրա տարածությունը, նրա վախերը։ Ես նույնպես վախենում եմ, խոստովանեց նա։ Վախենում եմ լինել մեկը, ում չգիտեմ լինել։ Վախենում եմ նորից ձախողելուց։ Բայց կյանքումս առաջին անգամ ձեզ կորցնելու վախն ավելի մեծ է, քան մյուս բոլորը։ Նրանք լուռ մնացին մի քանի պահ, պարզապես լսելով ալիքները, զգալով լճի քամին։ Հաղթանուշը վերջապես խոսեց։ Ինձ ժամանակ է պետք, Էդուարդ։ Պետք է համոզվեմ, որ ձեր այս փոփոխությունն իրական է, մշտական։ Որքան ժամանակ ձեզ պետք լինի, պատասխանեց նա։ Ես ոչ մի տեղ չեմ գնա։ Կարծես այդ պահը կնքելու համար հաղթանուշը վարանելով մեկնեց ձեռքը, մինչ որ այն գտավ նրանը ավազի վրա։ Նրանք չնայեցին միմյանց, պարզապես թողեցին իրենց մատները միահյուսված, մինչ նրանք դիտում էին անսահման օվկիանոսը իրենց առջ։ Հաջորդ շաբաթներին Էդուարդը արեց մի բան, որը երբեք չէր պատկերացնի, որ կանի, հաստատվեց Դիլիջանում։ Նա վարձեց փոքրիկ տուն պատմական կենտրոնի մոտ, շատ ավելի պարզ, քան Երանում իր առանձնատունը։ Նա սկսեց իր բիզնեսը կառավարել հեռակա-կարգով, ավելի շատ պարտականություններ պատվիրակելով իր թիմին։ Ամեն առավոտ նա հանդիպում էր հաղթանուշին լճի ափին, նկարելու իրենց սեանսների համար։ Սկզբում նա պարզապես դիտում էր։ Ապա, ամաչկոտորեն, հարցրեց, թե արդյոք նա կարող է նրան սովորեցնել։ Հաղթանուշը ծիծաղեց այդ գաղափարից, հզոր Էդուարդ Մանուկյանը ցանկանում էր սովորել նկարել։ Բայց նա համաձայնեց։ Նրա առաջին փորձերը աղետալի էին։ Սովոր լինելով գերազանց լինել այն ամենում, ինչ անում էր, Էդուարդը հիասթափվում էր իր սիրողական արդյունքներից։ Բայց հրաժարվելու փոխարեն, ինչպես նա կաներ նախկինում, նա համառեց։ Ինչ-որ թերապտիկ բան կար գույները խառնելու մեջ, լուսաբացի լույսը գրավելու փորձի մեջ, անկատարությունը ընդունելու մեջ։ Կեսօրին նա օգնում էր պատկերասրահում։ Սկզբում Կարինեն մյուս աշխատակիցները լարված էին նրա ներկայությունից։ Բայց երբ նրանք տեսան ամբարտավան միլիոնատիրոջը, ով տանում էր կտավներ, կազմակերպում կատալոգներ, նույնիսկ առանց բողոքների հատակներ մաքրում, սկսեցին նրան այլ աչքերով նայել։ Երանում նրա բացակայությունը աղմուկ էր առաջացնում։ Բիզնես լրագրերը շահարկում էին այն գործարարի գտնվելու վայրի մասին, ով ակնհայտորեն լքել էր իր կայսրությունը։ Ոմանք նույնիսկ հրապարակեցին նրա հաղթանուշի պապարացի լուսանկարները, լճի ափով քայլելիս, վերնագրերով, ինչպիսիք են «Սիրո ուժը», Էդուարդ Մանուկյանը կայսրությունը փոխում է պարզ կյանքով։ Նա չէր հոգում։ Կյանքում առաջին անգամ նա կանգնած էր նրա դիմաց։ Ամեն ինչ, ինչ կապված է Լարիսայի հետ, իմ գործն է։ Սեփականության հրապարակային հայտարարությունը երկուսին էլ անակնկալի բերեց։ Երբեք նախկինում Ռաֆայելն այդքան բացահայտ չէր եղել Լարիսայի հետ իր հարաբերությունների մասին ընկերության մեկ այլ անձի առաջ։ Ուրեմն լուրերը ճիշտ են, ասաց Տիգրանը, ցինիկ ժպիտ հայտնվելով նրա դեմքին։ Հզոր գործադիր տնօրենն իսկապես քնում է օգնականի հետ։ Ինչպես սովորական է։ Ռաֆայելն առաջացավ, բռնելով Տիգրանին կոստյումի օձիքից։ Հետ վերցրու քո ասածը։ Ռաֆայել, ոչ, միջամտեց Լարիսան, իրեն դնելով երկու տղամարդու միջ։ Նա արժանի չէ դրան։ Մի լարված պահ թվում էր, թե Ռաֆայելը կանտեսի նրա խնդրանքը։ Նրա աչքերը, որոնք հառած էին Տիգրանին, լցված էին մի զայրույթով, որը նա երբեք չէր տեսել։ Վերջապես նա բաց թողեց նրան, ուղղելով իր փողկապը, կարծես վերականգնելու համար վերահսկողությունը։ Լարիսա, վերցրու քո իրերը։ Ես քեզ տուն եմ տանում։ Ես կարող եմ։ Հիմա։ Տոնը քննարկում չէր հանդուրժում։ Մեքենայում ծանր լռություն էր տիրում նրանց միջ։
Ռաֆայելը մեքենա էր վարում, ձեռքերը սեղմած ղեկին, ծնոտը լարված։ Վերջապես Լարիսան կոտրեց լռությունը։ Ինչպես իմացաք, թե որտեղ էինք։ Ես ավելի շուտ վերադարձա Գյումրիից։ Անցա գրասենյակով, ընդունարանի աշխատակցուհին ասաց, որ դու դեռ այնտեղ ես, Տիգրանի հետ միասին։ Նրա ձայնը վերահսկվող էր, բայց լարվածությունը շոշափելի էր։ Երբ քեզ չգտա քո սեղանի մոտ, մի կանխազգացում ունեցա։ Բախտ էր, որ ժամանակին հասա։ Ոչինչ չի եղել։ Ես արդեն մերժել էի, երբ դուք հասաք։ Այս անգամ Ռաֆայելը կայանեց նրա շենքի դիմաց, անջատելով շարժիչը։ Իսկ հաջորդ անգամ նա չի հրաժարվի, Լարիսա։ Ես կարող եմ ինձ պաշտպանել։ Չեմ կասկածում։ Բայց ես նրան չեմ վստահում։ Ռաֆայելը շրջվեց դեպի նա, նրա արտահայտությունն ավելի խոցելի, քան նա երբեք տեսել էր։ Մեկ այլ տղամարդու գաղափարը, որ դիպչում է քեզ, ես չեմ կարող դիմանալ։ Նրա հայացքում գրեթե սարսափելի ինտենսիվություն կար։ Դա խանդ է, նա պարզեց։ Դա ավելին է, քան դա։ Նա նրա դեմքը բռնեց ձեռքերի մեջ։ Դա վախ է։ Վախ քեզ կորցնելուց։ Դու ինձ չես կորցնի, շնջաց Լարիսան, հուզված այդ խոստովանության անկեղծությունից։ Ես այնքան էլ նուրբ չեմ եղել քո հանդեպ իմ զգացմունքների մասին։ Նա բթամատով շոյեց նրա դեմքը։ Բայց ես պետք է դա հստակ ասեմ։ Ես սիրահարված եմ քեզ, Լարիսա։ Ամբողջովին սիրահարված։ Խոսքերը, այդքան պարզ ուղիղ, հարվածեցին նրան զարմանալի ուժով։ Ոչ մի տղամարդ երբեք դա չէր ասել նրան։ Ես էլ եմ սիրահարված քեզ, խոստովանեց նա, միաժամանակ խոցելի հզոր զգալով իրեն։ Հաջորդած համբույրը տարբեր էր նախորդներից, ավելի խորը, ավելի շտապողական, լի հույզերով զսպված ցանկությամբ։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Մնացեք ինձ հետ այս գիշեր, խնդրեց նա, ձայնը խռպոտ։ Դա կատարյալ պահ էր իր գաղտնիքը պատմելու համար։ Ասելու, որ նա երբեք տղամարդու հետ չի եղել, որ վախենում է, որ ժամանակ է պետք։ Բայց խոսքերը խրվեցին նրա կոկորդում։ Չեմ կարող, վերջապես պատասխանեց։ Ոչ դեռ պատրաստ չեմ։ Զարմացած մերժումից, բայց հարգալից, Ռաֆայելը գլխով արեց։ Կսպասեմ այնքան, որքան անհրաժեշտ է։ Այդ գիշեր, իր անկողնում պառկած, Լարիսան վերապրեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Տիգրանի հարձակումը, Ռաֆայելի աչքերի զայրույթը, սիրո խոստովանությունը։ Ամեն ինչ շատ ինտենսիվ էր, շատ արագ։ Նրան տարածություն էր պետք շնչելու, մտածելու համար։ Հասկանալու, թե արդյոք իր զգացածը իսկապես սեր էր, թե պարզապես հրապուրանք առաջին տղամարդու նկատմամբ, ով կարծես իսկապես տեսնում էր իրեն։ Հաջորդ առավոտ նա որոշում կայացրեց։ Խնդրեց ժամանակավոր տեղափոխում այլ բաժին։ Ժամանակավոր, Ռաֆայելը ցնցված թվաց, երբ նա պատմեց նրան։ Ինչո՞վ։ Ինձ տարածություն է պետք, Ռաֆայել։ Մտածելու, հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր միջ։ Ամեն ինչ շատ ինտենսիվ է, շատ արագ։ Դա երեկվա պատճառով է։ Տիգրանի հետ տեղի ունեցածի պատճառով։ Մասամբ։ Այնպես, ինչպես դուք արձագանքեցիք, ինձ մի փոքր վախեցրեց։ Ռաֆայելը իսկապես անհանգստացած թվաց խոստովանությունից։ Ես երբեք քեզ չէի վնասի, Լարիսա։ Երբեք։ Ես գիտեմ։ Բայց գուցե մենք պետք է դանդաղեցնենք տեմպը։ Մի որոշ ժամանակով բաժանենք պրոֆեսիոնալը անձնականից։ Նա երկար ուսումնասիրեց նրան, նախքան գլխով անելը։ Եթե դա է քեզ պետք, ես կհարգեմ։ Բայց մի փոխիր քո միտքը մեր մասին, Լարիսա։ Խնդրում եմ։ Նրա ձայնում թաքնված խնդրանքը գրեթե ստիպեց նրան վերանայել։ Բայց Լարիսան ամուր մնաց։ Հաջորդ օրը նա սկսեց ժամանակավորապես աշխատել մարդկային ռեսուրսների բաժնում, հեռու Ռաֆայելից, Տիգրանից։ Հեռացումը, որը պետք է օգներ նրա մտքերը պարզել, միայն ուժեղացրեց նրա զգացմունքները։ Նա կարոտում էր Ռաֆայելին ֆիզիկական ցավով։ Նրանք պատահական հաղորդագրություններ էին փոխանակում, բայց նա պահպանում էր հեռավորությունը, վճռականորեն հասկանալու իր սեփական զգացմունքները, նախքան ավելի խորը պարտավորվելը։ Մինչդեռ, առանց Ռաֆայելի պաշտպանիչ վահանի, Տիգրանը նորից հարձակման անցավ, պատահաբար հայտնվելով նրա նոր բաժնում, ծաղիկներ ուղարկելով, համառորեն նրան ճաշի հրավիրելով։
Նա չի հրաժարվի, մեկնաբանեց Կարինեն սուրճի ժամանակ։ Ես արդեն հստակ ասել եմ, որ հետաքրքրված չեմ։ Տիգրանի նման տղամարդիկ մերժումը մարտահրավեր են համարում։ Եվ հիմա, երբ դու Ռաֆայելը դադարի եք, նա զգում է, որ հնարավորություն ունի։ Լարիսան հառաչեց։ Մենք հստակ դադարի չենք։ Ես պարզապես փորձում եմ կարգի բերել իմ մտքերը։ Եվ արդեն կարգի բերել ես։ Ես սիրահարված եմ նրան, Կարինե։ Իսկապես։ Բայց վախենում եմ։ Ինչի՞ց։ Բավարար չլինելուց։ Ինձ ամբողջովին տալուց վնասվելուց։ Այն բանից, որ երբ նա իմանա իմ անփորձության մասին, կկորցնի հետաքրքրությունը։ Կամ գուցե հենց դրա համար էլ նա հետաքրքրված է, առաջարկեց Կարինեն, բարձրաձայնելով Լարիսայի գաղտնի վախը։ Ինչպես թե։ Լավ մտածիր, Լարիս։ Իսկ եթե նա իմանար։ Իսկ եթե լսեր մեր խոսակցությունը այդ օրը ճաշարանում։ Դա կբացատրեր հանկարծակի հետաքրքրությունը։ Այդ հնարավորությունը երբեք չէր առաջացել Լարիսայի մտքում։ Այն գաղափարը, որ Ռաֆայելը կարող էր հետաքրքրված լինել միայն իր կուսությամբ, որպես նվաճելու ենթակա գավաթ, հազվագյուտ իր իշխանության նվաճումների աշխարհում, անհանգստացնող էր։ Ոչ, նա այդպիսին չէ, պատասխանեց նա, բայց կասկածի սերմ էր ցանվել։ Այդ գիշեր, երբ նա վերադառնում էր տուն, անձրը ուժգին թափվում էր երանի վրա։ Թրջված-շեղված իր շփոթված մտքերից, Լարիսան չնկատեց իր հետի ներկայությունը, մինչ որ շատ ուշ էր։ Տիգրանը բռնեց նրա թից, ստիպելով նրան դեմ առ դեմ նայել իրեն։ Պետք է խոսենք, ասաց նա, շնչառությունը ալկոհոլի հոտով։ Ես հոգնել եմ այս խաղից։ Բաց թող ինձ, Տիգրան։ Ես տուն եմ գնում։ Ոչ, մինչ ինձ լսես։ Ես գիտեմ, որ դու ինձ հանդեպ ինչ-որ բան ես զգում։ Ինչու ես շարունակում հերքել։ Որովհետև ես քեզ հանդեպ ոչինչ չեմ զգում, բացի անհարմարությունից այս պահին։ Նա փորձեց ազատվել, բայց նա ավելի ամուր սեղմեց նրա թը։ Դու ինձ ցավեցնում ես։ Ոչ այնքան ուժեղ, որքան դու ինձ ցավեցնում ես։ Քո մերժումներով նա պատասխանեց, քաշելով նրան ավելի մութ նրբանցք։ Կարծում ես, որ չգիտեմ, որ դու պարզապես դժվարությամբ ես անցնում։ Որ խորքում ուզում ես նույնքան, որքան ես։ Վախը սողաց Լարիսայի ողնաշարով, երբ նա հասկացավ, որ մենակ են, անձրի տակ, գրեթե ամայի փողոցում։ Տիգրանը, ակնհայտորեն հարբած, նրան պատին սեղմեց, նրա մեծ մարմինը արգելափակում էր փախուստի ցանկացած ճանապարհ։ Խնդրում եմ, բաց թող ինձ։ Դու չես ուզում դա անել։ Իրականում, ուզում եմ։ Նա ավելի մոտեցավ։ Առաջին օրվանից։ Երբ նա փորձեց բռնի ուժով համբուրել նրան, Լարիսան բնազդաբար արձագանքեց, ծունկով հարվածելով նրա ոտքերի արանքին։ Տիգրանը ցավից թեքվեց, հայհոյելով։ Նա օգտվեց հնարավորությունից, փախչելու, վազելով դեպի գլխավոր փողոց։ Նա այնքան շփոթված էր, որ չտեսավ մեքենան, որը կանգնում էր մայթի մոտ, մինչ դուռը բացվեց։ Լարիսա։ Ռաֆայելը ղեկին էր, նրա դեմքը ցույց էր տալիս ցնցում, տեսնելով նրա վիճակը, անձրից թաց, դողացող, ակնհայտ վախ նրա աչքերում։ Ինչ պատահեց։ Վնասվել ես։ Չկարողանալով պատասխանել, նա ուղղակի մտավ մեքենա։ Ռաֆայելն անմիջապես նկատեց Տիգրանին, ով դուրս էր գալիս նրբանցքից, դեռ ցավից թեքված։ Հասկացողությունը, թե ինչ էր տեղի ունեցել, անցավ նրա դեմքով, որին հաջորդեց մի զայրույթ, որը ստիպեց Լարիսային վախենալ Տիգրանի համար, չնայած ամեն ինչին։ Նա քեզ վնասել է։ Ռաֆայելի ձայնը վտանգավոր ցածր էր։ Ոչ, չկարողացավ։ Ես կանգնեցրի նրան։ Ռաֆայելը կարծես պատրաստ էր դուրս գալ մեքենայից ավարտել այն, ինչ Լարիսան սկսել էր, բայց նա բռնեց նրա թից։ Խնդրում եմ, ուղղակի տուն տար ինձ։ Խնդրում եմ։ Նրա ձայնի խնդրանքը հասավ նրան։ Զսպելով զայրույթը, Ռաֆայելը մեքենա վարեց դեպի նրա բնակարանը լռության մեջ, անհանգիստ հայացքներ նետելով նրա կողմը։ Հասնելուն պես նա պնդեց, որ ուղեկցի նրան մինչ դուռը, ստուգելով բնակարանը, նախքան նրան ներս մտնել թույլ տալը։ Ես այստեղ կմնամ, մինչ համոզվեմ, որ դու լավ ես։ Պետք չէ։ Պետք է, այո։ Նա նրան փափուկ ընդհատեց։ Ես քեզ մենակ չեմ թողնի այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ։ Մինչ Լարիսան տաք ցնցուղ էր ընդունում, հանգստանալու համար, Ռաֆայելը թեյ պատրաստեց փոքրիկ խոհանոցում։
Հետո բազմոցին նստած նա վերջապես ամեն ինչ պատմեց, Տիգրանի հետապնդումը վերջին շաբաթների ընթացքում, ավելի ու ավելի ագրեսիվ հարձակումները, այդ գիշերվա հանդիպումը։ Նա դրա համար կվճարի, խոստացավ Ռաֆայելը, զսպված զայրույթը երում էր յուրաքանչյուր բառում։ Վաղը իսկապես կազատվի աշխատանքից։ Եվ բոլորը կենթադրեն պատճառը։ Կասեն, որ դա ձեր պատճառով է։ Մեր պատճառով։ Ինձ չի հետաքրքրում։ Նա բռնեց նրա ձեռքերը իրենում։ Ես թույլ չեմ տա, որ նա մնա ընկերությունում դրանից հետո։ Իսկ մեր մասին… Նա վարանեց, նրա աչքերը փնտրելով։ Ես կարոտում էի քեզ, Լարիսա։ Ամեն օր։ Ամեն րոպե։ Նրա ձայնի խոցելիությունը քանդեց Լարիսայի վերջին պաշտպանությունը։ Ես էլ էի կարոտում քեզ։ Խնդրում եմ, այլս մի հեռացիր։ Ցանկացած կասկած, ցանկացած վախ, որ ունես, կարող ենք միասին հաղթահարել։ Մի բան կա, որ պետք է քեզ պատմեմ, ասաց նա, վճռականորեն վերջապես բացահայտելու իր գաղտնիքը։ Ինչ-որ կարևոր բան իմ մասին։ Այդ պահին Ռաֆայելի բջջայինը զանգահարեց։ Դա շտապ զանգ էր ամերիկյան գլխավոր գրասենյակից, որն անտեսել հնարավոր չէր։ Պահն անցավ։ Երբ նա անջատեց հեռախոսը, արդեն կեսգիշերն անց էր։ Ես պետք է գնամ։ Ճգնաժամ կարոր հաճախորդի հետ ԱՄՆ-ում։ Հասկանում եմ։ Լարիսան նրան ուղեկցեց մինչ դուռը։ Վաղը ընթրենք։ Կարող ենք ավարտել մեր խոսակցությունը։ Նա քնքշորեն շոյեց նրա դեմքը։ Այնքան բան կա, որ ուզում եմ քեզ ասել։ Այո, համաձայնվեց Լարիսան։ Վաղը ամեն ինչ կպատմեմ։ Ռաֆայելի հեռանալուց հետո նա ժամեր շարունակ արթուն մնաց, մտքով կրկնելով, թե ինչպես էր պատմելու իր գաղտնիքը։ Նա չգիտեր, թե ինչ կլիներ նրա արձագանքը, բայց վճռական էր անկեղծ լինել։ Եթե Ռաֆայելն իսկապես սիրում էր իրեն, ինչպես ասում էր, կհասկանար։ Իսկ եթե ոչ դե, ուրեմն նա այն տղամարդը չէր, ում նա կարծում էր։ Հաջորդ առավոտ Լարիսան արթնացավ Ռաֆայելից ստացված հաղորդագրությունից։ Տիգրանը պաշտոնապես ազատվել է ընկերությունից։ Ընթրիք երեկոյան 8-ին իմ բնակարանում։ Շատ բան ունենք խոսելու։ Լուրը անմիջական թեթացում բերեց։ Այլս կարիք չկար անընդհատ հետել, վախենալով հանդիպել Տիգրանին աստղակերպ իմիջանցքներում։ Մինույն ժամանակ նա գիտեր, որ նրա արագ ազատումը կսնուցի Ռաֆայելի հետ իր հարաբերությունների մասին լուրերը։ Հետաքրքրասեր հայացքները շշուկները, երբ նա անցավ ընդունարանով, հաստատեցին նրա կասկածները։ Ճիշտ է, որ Տիգրանին ազատել են աշխատանքից քեզ ոտնձգություն անելու համար, հարցրեց Կարինեն, հենց որ նրան հանդիպեց նախաճաշին։ Ինչպես ես արդեն դա գիտես։ Դա 1 ժամից էլ քիչ առաջ է տեղի ունեցել։ Լուրերը արագ են տարածվում։ Կարինեն ուսերը թափահարեց։ Ուրեմն, ճիշտ է։ Լարիսան հառաչեց։ Այո։ Նա երեկոյան անցել էր սահմանները։ Աստված իմ, Լարիս։ Դու լավ ես։ Կարինեի անկեղծ անհանգստությունն ակնհայտ էր։ Ինչու ինձ չզանգահարեցիր։ Ես լավ եմ։ Ռաֆայելն այնտեղ էր։ Կարինեն հոնքերը բարձրացրեց, հուշող կերպով։ Ռաֆայելն այնտեղ էր։ Ուրեմն դուք նորից միասին եք։ Մենք երբեք իրականում բաժանված չենք եղել։ Ուղղակի ինձ ժամանակ էր պետք մտածելու համար։ Եվ արդեն մտածել ես։ Լարիսան գլխով արեց։ Ես այսօր երեկոյան ամեն ինչ կպատմեմ նրան։ Իմ մասին, իմ անփորձության մասին։ Վերջապես, Կարինեն իսկապես թեթացած թվաց։ Դա ճիշտ է, Լարիս։ Եթե նա իսկապես սիրում է քեզ, կհասկանա։ Օրվա մնացած մասն անցավ գործունեության մշուշի մեջ։ Քանի որ նա դեռ ժամանակավորապես մրբաժնում էր, Լարիսային հանձնարարվեց մշակել Տիգրանի աշխատանքից ազատման փաստաթղթերը, մի հեգնանք, որն աննկատ չմնաց։ Ձատթղթերը լրացնելիս նա նկատեց, որ աշխատանքից ազատման պաշտոնական պատճառը վարքագծի կանոնագրքի խախտումն էր, առանց նրա հետ տեղի ունեցած միջադեպի մասին հատուկ հիշատակման։ Ռաֆայելը զուսպ էր եղել, պաշտպանելով նրան բացահայտումից։ Երեկոյան ժամը 4-ի մոտ նա զանգ ստացավ Ռաֆայելի ժամանակավոր օգնականից, միջին տարիքի մի կնոջից, ով փոխարինել էր նրան իր տեղափոխության ընթացքում։ Օրիորդ Ներսիսյան։ Պարոն Բաղդասարյանը խնդրեց տեղեկացնել, որ նա շտապ պետք է մեկներ Ստեփանակերտ։
Նոր նախագծի կարգավորման հետ կապված խնդիր կա։ Նա փորձել է զանգահարել ձեզ, բայց ասել է, որ ձեր բջջայինը անջատված է եղել։ Լարիսան ստուգեց իր հեռախոսը, նկատեց, որ մարտկոցը սպառվել էր։ Երբ է նա վերադառնում։ Վաղը կեսօրին, ինչպես հասկացա։ Խնդրեց վերանշանակել ձեր ընթրիքը վաղը երեկոյան։ Հետաձգումը բերեց թեթացման հիասթափության խառնուրդ։ Մի կողմից նա ավելի շատ ժամանակ կունենար պատրաստվելու համար։ Մյուս կողմից իր գաղտնիքը վերջապես բացահայտելու անհանգստությունը սպառում էր նրան։ Աշխատանքից հետո Լարիսան որոշեց այցելել իր մորը Նոր Նորքում, որտեղ նա մեծացել էր։ Տիկին Սիրանուշը, թոշակի անցած ուսուցչուհի, ով Լարիսային մենակ էր մեծացրել հոր վաղ մահից հետո, միշտ լավագույն խորհուրդներն էր տալիս, նույնիսկ եթե Լարիսան միշտ չէր պատրաստ դրանք լսելու։ Ինչ լավ։ Անակնկալ, բացականչեց տիկինը, բացելով հին բնակարանի դուռը։ Նոր թխված եգիպտացորենի հացի ծանոթ բույրը գրկեց Լարիսային որպես գրկախառնություն։ Պարզ, բայց մխիթարիչ ընթրիքի ժամանակ Լարիսան վերջապես մորը պատմեց Ռաֆայելի մասին։ Նա չհիշատակեց Տիգրանի հետ խառնաշփոթը, չանհանգստացնելու համար նրան, բայց կիսվեց իր զգացմունքներով, հատկապես իր անփորձությունը բացահայտելու վախով։ Իմ աղջիկս, ասաց տիկին Սիրանուշը իր սովորական հանգիստ իմաստությամբ, եթե այդ մարդն իսկապես սիրում է քեզ, կգնահատի քո ընտրությունը։ Եվ եթե չգնահատի, արժանի չէ քեզ։ Բայց ինչ, եթե նա հենց դրա համար է հետաքրքրված, մամ։ Որովհետև ես տարբեր եմ այն մյուս կանանցից, ում հետ նա եղել է։ Տիկին Սիրանուշը քնքշորեն ժպտաց։ Ապա դու կիմանաս, կարող ես քո որոշումը կայացնել ճշմարտության հիման վրա։ Իսկական սերը կառուցվում է անկեղծության վրա, Լարիսա։ Առանց դրա, ամուր հիմք չկա։ Մոր իմաստուն խոսքերը ուղեկցեցին նրան տուն վերադառնալու ճանապարհին։ Մետրոյում նստած Լարիսան մտածում էր իր մինչ այս պահը ճանապարհի մասին։ Մանկուց նա միշտ եղել էր պատասխանատու, ուսումնասեր աղջիկը, ով հետում էր կանոններին։ Դեռահասության տարիներին, մինչ ընկերուհիները փորձում էին անցողիկ սիրավեպեր, նա նվիրվում էր ուսմանը, վճռականորեն ավելի լավ ապագա կառուցելու։ Նրա որոշումը սպասել հատուկ մեկին հիմնված չէր հնաոճ բարոյականության վրա, այլ անկեղծ կապի խորը ցանկության վրա։ Եվ հիմա, 28 տարեկանում, նա վերջապես գտել էր մեկին, ով նրան ստիպում էր զգալ այդ կապը։ Մեկին, ով տեսնում էր արդյունավետ օգնականից այն կողմ, ով գնահատում էր նրա միտքը նույնքան, որքան նրա մարմինը։ Ռաֆայելը ստիպում էր նրան զգալ ցանկալի, հարգված, առաջին անգամ իսկապես սիրված։ Բայց կասկածի ստվերը դեռ կախված էր։ Արդյոք նա սիրում էր նրան այնպիսին, ինչպիսին նա ամբողջությամբ էր, թե գրավվել էր նրա մաքրության գաղափարով։ Այդ գիշեր Լարիսան դժվարությամբ քնեց։ Նա երազում էր Ռաֆայելի մասին, նրա արտահայտության մասին, լսելով նրա խոստովանությունը։ Երազում, երբեմն նա քնքշորեն ժպտում էր։ Մյուս անգամ հեռանում էր հիասթափված։ Նա արթնացավ հյուծված, կարծես գիշերն անցկացրել էր էմոցիոնալ մարտում։ Հաջորդ օրը ձգձգվեց։ Լարիսան անընդհատ ստուգում էր բջջայինը, սպասելով Ռաֆայելից լուրերի։ Վերջապես, կեսօրից հետո, մոտ ժամը 3-ին, նա հաղորդագրություն ստացավ։ Հենց նոր իջա ինքնաթիռից։ Մեր ընթրիքը ուժի մեջ է։ Կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Այո։ Երեկոյան 8-ին այնտեղ կլինեմ, պատասխանեց նա, զգալով, որ սիրտը արագանում է։ Ուզում ես, որ քեզ տանեմ։ Ոչ, նախընտրում եմ ինքս գնալ։ Լարիսան ուզում էր ունենալ իր ցանկությամբ հեռանալու հնարավորությունը, եթե անհրաժեշտ լիներ։ Ժամը 7:30-ին Լարիսան պատրաստ էր։ Նա ընտրեց պարզ, բայց էլեգանտ զգեստ, թե դիմահարտարում բաց մազեր։ Նա ուզում էր իրեն գեղեցիկ զգալ, բայց հարմարավետ իր կյանքի ամենակարևոր խոսակցության համար։ Տաքսիում դեպի Ռաֆայելի բնակարանը, նա մտքով կրկնում էր այն խոսքերը, որոնք պետք է օգտագործեր։ Ուղիղ, անկեղծ, առանց անհարկի դրամատիզացիաների։ Նա կբացատրեր իր ընտրությունը, իր պատճառները, իր վախերը։ Եվ ապա, որոշումը կթողներ նրա ձեռքերին։ Երբ Ռաֆայելը բացեց դուռը, նրա տեսքը, մազերը դեռ թաց լոգանքից, պարզ սպիտակ վերնաշապիկ, հանգիստ արտահայտություն, ստիպեց նրա սիրտը մի բաբախ անել։ Ինչպես էր հնարավոր այդքան ձգվել ինչ-որ մեկին։ Դու հիասքանչ ես, ասաց նա, նրան մեղմ համբուրելով։ Ես կարոտում էի քեզ։ Ընդամենը 2 օր էր, նա ժպտաց։ 2 օր շատ էր։ Բնակարանը պատրաստ էր ռոմանտիկ ընթրիքի։
Սեղանը էլեգանտորեն դրված էր, մոմերը վառված, փափուկ երաժշտություն հետին պլանում։ Ռաֆայելը ջանքեր էր գործադրել հատուկ մթնոլորտ ստեղծելու համար։ «Հուսով եմ, որ սաղմոն կսիրեք», ասաց նա, նրան սեղան տանելով։ «Դա իմ մասնագիտությունն է»։ Ընթրիքի ժամանակ նրանք խոսեցին թե թեմաների մասին, նրա ուղղորությունը Ստեփանակերտ, Մռբաժնի նախագծերը, քաղաքի վերջին նորությունները։ Կար մի ենթադրական լարվածություն, ավելի խորը խոսակցության փոխադարձ ակնկալիք, բայց երկուսն էլ կարծես հետաձգում էին պահը։ Վերջապես, աղանդերից հետո շոկոլադե մուսս, որը Ռաֆայելը խոստովանեց, որ պատրաստի է գնել, նա 2 բաժակ գինի լցրեց, հրավիրեց նրան նստել բազմոցին։ «Լարիսա», սկսեց նա, հանկարծ լրջանալով, «մինչ դուք կասեք, թե ինչ էիք ուզում ինձ պատմել, ես պետք է լիովին անկեղծ լինեմ ձեզ հետ»։ Նրա սիրտը արագացավ։ Արդյոք հիմա նա կխոստովաներ, որ արդեն գիտեր նրա կուսության մասին։ Այն օրը, երբ ես Տիգրանին ազատեցի աշխատանքից, նա որոշ բաներ ասաց։ Բաներ ձեր մասին, մեր մասին։ Ասաց, որ ես ձեզ օգտագործում էի, որ իմ նման տղամարդիկ չեն սիրահարվում օգնականներին։ Մի հավատացեք նրան, ընդհատեց Լարիսան։ Նա զայրացած էր, փորձում էր խնդիրներ ստեղծել։ Թույլ տվեք ավարտել, խնդրում եմ։ Ռաֆայելը բռնեց նրա ձեռքերը։ Այն, ինչ նա չի հասկանում, այն, ինչ գուցե ոչ ոք չի հասկանում, այն է, որ ես երբեք ոչ մեկի հանդեպ չեմ զգացել այն, ինչ զգում եմ ձեր հանդեպ։ Երբեք չէի մտածել, որ կգտնեմ մեկին այդքան իսկական, այդքան ամբողջական կորպորատիվ աշխարհում, որը լի է կեղծիքներով թաքնված օրակարգերով։ Նա խորը շունչ քաշեց, կարծես քաջություն հավաքելով։ Լարիսա, մի բան կա, որ պետք է քեզ պատմեմ։ Մի բան, որը պետք է ասեի հենց սկզբից։ Խորը տոնը վախեցրեց Լարիսային։ Ինչը կարող էր այդքան լուրջ լինել։ Այն օրը, երբ ես սկսեցի հետաքրքրվել քեզանով, պատահականություն չէր։ Ռաֆայելը ձեռքը տարավ մազերով, նկատելիորեն նյարդայնացած։ Դա այն էր, որ ես լսեցի քո խոսակցությունը Կարինեի հետ ճաշարանում։ Բացահայտումը հարվածեց Լարիսային որպես հարված Ստամոքսին։ Նա գիտեր։ Հենց սկզբից նա գիտեր։ Դու լսեցիր։ Նրա ձայնը թուլացավ։ Այո։ Ոչ միտումնավոր, երդվում եմ։ Ես ճաշում էի տնօրենների հետ, դուք կողքի սեղանին էիք։ Ես լսեցի, երբ դու նրան պատմեցիր, որ երբեք որ դու որ կույս եմ, Լարիսան ավարտեց, զգալով, որ դեմքը այրվում է ամոթից զայրույթից։ Դու ամբողջ ժամանակ գիտեիր։ Այո։ Ռաֆայելն իսկապես զղջացած թվաց։ Եվ պետք է ավելի շուտ պատմեի։ Բայց վախեցա, որ դու հենց այն կմտածես, ինչ հիմա ես մտածում, որ դրա համար էլ հետաքրքրվեցի քեզանով։ Բայց դա այդպես չէր, Լարիսա։ Կամ ավելի ճիշտ, միայն դրա համար չէր։ Ուրեմն խոստովանում ես, որ դա պատճառի մի մասն էր։ Հիասթափությունը դառն էր նրա բերանում։ Ես աստված էի քո անկեղծությունից, քո քաջությունից, այսօրվա աշխարհում այդքան հակասական ընտրություն կատարելուց։ Ես հետաքրքրված էի, այո։ Բայց սիրահարվեցի այն կնոջը, որ դու ես, խելացի, ուժեղ, վճռական։ Այն կնոջը, ով չի ենթարկվում ուրիշների ակնկալիքներին, ով իր սեփական ճանապարհն է գծում։ Լարիսան կտրուկ վեր կացավ, հեռավորության կարիք ունենալով։ Դու պետք է ինձ պատմեիր։ Ես գիտեմ։ Սխալ էր դա թաքցնելը։ Բայց ես վախեցա քեզ կորցնելուց։ Եվ հիմա կարող ես կորցնել հենց թաքցնելու պատճառով։ Նա շրջվեց դեպի նա։ Ինչպես կարող եմ վստահել, որ քո զգացմունքներն իրական են, Ռաֆայել։ Ինչպես կարող եմ համոզված լինել, որ ես պարզապես մարտահրավեր չեմ, աննախադեպ նվաճում քո հավաքածուի համար։ Ցավը նրա աչքերում իսկական էր թվում։ Որովհետև ես սիրում եմ քեզ, Լարիսա։ Սիրում եմ քեզ այնպես, ինչպես երբեք չէի կարծում, որ հնարավոր է սիրել մեկին։ Խոսքերը հեշտ են։ Ապա դատիր իմ գործերով։ Նա զգուշորեն մոտեցավ։ Երբ իմացա քո մասին, կարող էի դա օգտագործել։ Կարող էի քեզ ճնշել, գայթակղել, քեզ հատուկ զգալ տալ միայն այն, ինչ ուզում էի ստանալու համար։ Բայց ես հարգեցի քո ժամանակը, հարգեցի քո սահմանները։ Որովհետև սա սեքսի մասին չէ, Լարիսա։ Սա քո մասին է։ Մեր մասին։ Նրա խոսքերը արձագանքում էին մի ճշմարտությամբ, որին նա անհուսալիորեն ուզում էր հավատալ։
բայց դավաճանության ցավը, որքան էլ փոքր լիներ, դեռ այրվում էր։ Ինձ ժամանակ է պետք, վերջապես ասաց։ Դա մարսելու համար։ Հասկանալու համար, թե ինչ եմ զգում։ Ռաֆայելը գլխով արեց, ընդունելով։ Այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Միայն խնդրում եմ, մի հրաժարվիր մեզանից իմ սխալի պատճառով։ Խոստանում եմ, որ այլս գաղտնիքներ չեն լինի մեր միջ։ Երբ Լարիսան լքեց բնակարանը, հակասական հույզերի փոթորիկ էր ուղեկցում նրան։ Նրա մի մասը ուզում էր անմիջապես ներել նրան, հավատալ նրա խոսքերի անկեղծությանը։ Մյուս մասը իրեն դավաճանված, մանիպուլյացիայի ենթարկված էր զգում, հզոր տղամարդու ուշադրությունը գրաված էկզոտիկ հետաքրքրություն։ Ինչ կանեիր, Կարինե, հարցրեց Լարիսան հաջորդ օրը, ճաշի ժամանակ ընկերուհուն ամեն ինչ պատմելուց հետո։ Անկեղծ ասած, կարծում եմ, դու մի փոքր չափազանցնում ես։ Կարինեն միշտ ուղիղ էր։ Նա պատահաբար ինչ-որ բան լսեց, հետաքրքրվեց, սկսեց քեզ դիտել ի վերջո սիրահարվեց։ Ո՞րն է հանցագործությունը։ Չպատմելը։ Իսկ եթե հենց սկզբից պատմեր։ Ողջույն, Լարիսա, լսեցի, որ դու գույս ես հիմա հետաքրքրված եմ։ Ինչպես դա կհնչեր։ Նա անհնարին իրավիճակում էր։ Լարիսան մտածեց ընկերուհու խոսքերի մասին։ Բայց ինչ, եթե միայն դա է։ Եթե նա հրապուրված է միայն առաջինը լինելու գաղափարով։ Ռաֆայել Բաղդասարյանը Երանի ամենահզոր մարդկանցից մեկն է։ Նա կարող էր ունենալ գրեթե ցանկացած կին։ Ինչու՞մ պետք է ամիսներ շարունակ սիրահետելու, հարգանքի, համբերության դժվարությունն անցներ, միայն իր ցուցակին անուն ավելացնելու համար։ Կարինեն բռնեց նրա ձեռքը։ Կարծում եմ, նա իսկապես սիրում է քեզ, Լարիս։ Հարցն այն է, դու էլ ես նրան սիրում։ Հարցը մնաց Լարիսայի մտքում օրեր շարունակ։ Նա խուսափում էր Ռաֆայելից աշխատանքում, նրա հաղորդագրություններին կարճ պրոֆեսիոնալ պատասխաններով։ Նա հարգեց նրա տարածություն խնդրելը, թե նրա գիշերային հաղորդագրությունները միշտ ավարտվում էին նույն արտահայտությամբ. Կարոտում եմ քեզ։ Երբ պատրաստ լինես, ես կսպասեմ։ Մեկ շաբաթ հեռավորությունից հետո Լարիսան իր սեղանի վրա փոքրիկ փաթեթ ստացավ։ Ներսում Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գիրք էր, նույն հեղինակը, ում մասին նա հիշատակել էր, որ սիրում է, պարզ գրությամբ։ Խոսքեր, որոնք ավելի լավ են արտահայտում այն, ինչ զգում եմ, քան ես կարող եմ ասել։ Գիրքը նշված էր իսկական սիրո մասին բանաստեղծության մեջ, այն մասին, թե ինչպես մաքրությունը ոչ թե մարմնի անփորձության, այլ սրտի անկեղծության մեջ է։ Խոսքերը խորապես հուզեցին Լարիսային։ Այդ գիշեր նա զանգ ստացավ Կարինեից։ Լարիս, դու պետք է հիմա գաս Միլանո սրճարան։ Ինչ պատահեց։ Դա Ռաֆայելն է։ Նա այստեղ է, լիովին կործանված։ Երբեք այդքան կոտրված տղամարդ չեմ տեսել։ Ինչու է նա այնտեղ։ Եվ ինչու ես դու այնտեղ։ Ես եկել եմ Պետրոսի հետ ֆինանսականից, մենք մի քանի շաբաթ է, ինչ հանդիպում ենք։ Կարինեն արագ բացատրեց։ Ռաֆայելը ժամեր շարունակ մենակ է նստած բարում։ Արդեն խմել է վիսկիի շշի կեսը, թվում է, թե մյուս կեսն էլ կավարտի։ Երբեք այդպես չեմ տեսել ամենակարող գործադիր տնօրենին։ Լարիսան վարանեց։ Չգիտեմ, թե պետք է գնամ։ Նա սիրում է քեզ, Լարիս։ Իսկապես։ Տառապում է որպես դատապարտված։ Եթե դու որես զգացմունք ունես նրա հանդեպ, արի։ Տաքսին կարծես հավերժություն էր գնում մինչ կենտրոնի էլեգանտ սրճարանը։ Երբ Լարիսան ներս մտավ, անմիջապես նկատեց Ռաֆայելին, բարում նստած։ Միշտ անթերի հագնված վերահսկվող, հիմա նա լիովին այլ էր թվում, փողկապը թուլացած, մազերը խառնված, կորած հայացքը հառած իր դիմացի բաժակին։ Նա զգուշորեն մոտեցավ։ Ռաֆայել։ Երբ նա բարձրացրեց աչքերը, զարմանքն ու խոցելիությունը նրա հայացքում հուզեցին նրան։ Լարիսա, ի՞նչ ես անում այստեղ։ Կարինեն զանգահարեց ինձ։ Ասաց, որ դու լավ չես։ Ես հիանալի եմ, նա պատասխանեց տխուր ժպիտով, բարձրացնելով բաժակը։ Ուղղակի տոնում եմ այն փաստը, որ կործանել եմ իմ կյանքում տեղի ունեցած լավագույն բանը։ Լարիսան նստեց նրա կողքին։ Դու ոչինչ չես կործանել։ Ինձ ուղղակի ժամանակ էր պետք։ Եվ եկար ինչ-որ եզրակացության։ Հույսը նրա ձայնում շոշափելի էր։ Այո։ Նա խորը շունչ քաշեց։
Ես եզրակացրեցի, որ անարդար եմ։ Դու սխալ գործեցիր, չպատմելով ինձ, բայց հասկանալի սխալ։ Եվ ես վախենում եմ, Ռաֆայել։ Վախենում եմ ինձ ամբողջովին տալուց հայտնաբերելուց, որ բավարար չեմ։ Ինչպես կարող էիր բավարար չլինել։ Նա քնքշորեն դիպավ նրա դեմքին։ Դու այն ամենն ես, ինչ ես միշտ ուզել եմ, երբեք չգիտեի, որ կարիքս ունեի։ Նույնիսկ իմ անփորձությամբ։ Նույնիսկ իմանալով, որ երբեք ոչ մեկի հետ չեմ եղել։ Հատկապես դրա համար։ Ռաֆայելը բռնեց նրա ձեռքերը։ Ոչ թե նվաճման համար, ինչպես դու վախենում ես, այլ այն արտոնության համար, որը թույլ է տալիս քեզ բավականաչափ վստահել ինձ, կիսվելու այդքան մտերիմ թանկ բանով։ Նրա խոսքերը, նրա աչքերի անկեղծությունը հալեցրին Լարիսայի վերջին դիմադրությունները։ Ես սիրում եմ քեզ, Ռաֆայել։ Եվ հոգնել եմ վախենալուց։ Հաջորդած համբույրը տարբեր էր բոլոր նախորդներից, առանց վերապահումների, առանց վարանման, միայն փոխադարձ նվիրում։ Երբ բաժանվեցին, շնչահեղձ էին, Ռաֆայելը հարցրեց. «Ուզում ես տուն գնալ»։ «Այո», պատասխանեց Լարիսան, վճռականորեն։ «Ձեր տուն»։ Դեպի Ռաֆայելի բնակարան ճանապարհն անցավ ակնկալիքով լի լռության մեջ։ Վերելակում նա նրան քաշեց դեպի մեկ այլ համբույր, ավելի շտապողական, ավելի կրքոտ։ Նրա ձեռքերը հարգանքով հետազոտում էին նրա մարմինը, կարծես թանկարժեք բանի էր դիպչում։ Բնակարանում Ռաֆայելը նրան տարավ բազմոցին, լցնելով 2 բաժակ գինի։ «Պետք չէ անել այն, ինչ դու չես ուզում», ասաց նա։ «Մենք կարող ենք պարզապես միասին լինել։ Զրուցել։ Ֆիլմ դիտել»։ Նրա հոգատարությունը հուզեց նրան։ «Ես ուզում եմ քեզ հետ լինել, Ռաֆայել։ Ամբողջովին։ Ուղղակի համբերություն ունեցիր ինձ հետ»։ Ամբողջ աշխարհի ժամանակը, շշնջաց նա, նորից համբուրելով նրան։ Հաջորդեց բացահայտման հայտնության նուրբ պար։ Ռաֆայելը նրան առաջնորդեց քնքշությամբ, միշտ ուշադիր յուրաքանչյուր արձագանքին, յուրաքանչյուր հառաչանքին։ Երբ վերջապես նա նրան տարավ ննջասենյակ, Լարիսան իրեն ապահով, սիրված զգաց, պատրաստ անելու այդ քայլը։ «Վստահ ես», հարցրեց նա վերջին անգամ, նրա վրա կախված լայն անկողնում։ «Բացարձակապես», պատասխանեց նա, նրան քաշելով դեպի մեկ այլ համբույր։ Սկզբնական ցավն արագորեն փոխարինվեց զգացմունքներով, որոնք Լարիսան երբեք չէր պատկերացնի հնարավոր։ Ռաֆայելը նուրբ էր, համբերատար, կենտրոնացած նրա հաճույքի վրա, նախքան իր սեփականը։ Երբ վերջապես մեկ դարձան, Լարիսան հասկացավ, թե ինչու էր այդքան երկար սպասել։ Դա ոչ միայն ֆիզիկական արարք էր, այլ լիակատար նվիրում, մի կապ, որը գերազանցում էր մարմինը։ Հետո, նրա ուժեղ թերում փաթաթված, Լարիսան մի խաղաղություն զգաց, որը երբեք չէր ճանաչել։ «Արժեր սպասել», շշնջաց նա։ Ամեն վայրկյանը Ռաֆայելը համաձայնվեց, համբուրելով նրա ճակատը։ Հաջորդ առավոտ Լարիսան արթնացավ թարմ սուրճի բույրից խոհանոցում կաթսաների ձայնից։ Հագած միայն Ռաֆայելի վերնաշապիկը, նա գնաց նրան գտնելու, ով նախաճաշ էր պատրաստում։ Բարի լույս, նա ժպտաց, ավելի երջանիկ թվալով, քան Լարիսան երբե տեսել էր նրան։ «Լավ քնեցի՞ք»։ «Ավելի լավ, քան երբե»։ Նա մոտեցավ համբուրելու նրան։ Մինչ նրանք ուտում էին, Ռաֆայելը բարձրացրեց մի թեմա, որից Լարիսան խուսափում էր։ «Մենք պետք է որոշենք, թե ինչպես վարվենք դրա հետ աշխատանքում։ Մենք կարող ենք շարունակել զուսպ լինել։ Ես չեմ ուզում թաքցնել այն, ինչ զգում եմ քո հանդեպ»։ Նա վճռական էր թվում։ Եվ Տիգրանի հետ տեղի ունեցածից հետո լուրերն արդեն շրջանառվում են։ Ես նախընտրում եմ հրապարակայնորեն ընդունել մեր հարաբերությունները։ Իսկ իմ դիրքը։ Մարդիկ կասեն, որ ես հատուկ վերաբերմունք եմ ստանում։ Դու արդեն արժանի էիր առաջխաղացման, մինչ մենք նույնիսկ ներգրավված էինք, Լարիսա։ Քո աշխատանքը միշտ բացառիկ է եղել։ Ռաֆայելը վարանեց։ Իրականում, հատուկ նախագծերի համակարգողի պաշտոն կա, որը թափուր է։ Դու կատարյալ կլինեիր դրա համար։ Ես չեմ ուզում, որ մարդիկ մտածեն, թե ես շեֆի հետ քնել եմ կարիերայում բարձրանալու համար։ Եվ դու դա չես անի։ Նա ժպտաց։ Առաջխաղացումը արժանի է, փաստաթղթավորված է կհաստատվի խորհրդի կողմից, ոչ թե իմ կողմից։ Ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել քո իրավասությունը։ Գաղափարը գրավիչ էր։
Նոր պրոֆեսիոնալ մարտահրավեր, կարիերայում սեփական արժանինքներով առաջ գնալու հնարավորություն, իր սերը բացահայտորեն ապրելու ազատություն։ Արի անենք դա, որոշեց Լարիսան։ Ընդունենք մեր հարաբերությունները, դիմակայենք լուրերին բարձր գլխով։ Միասին Ռաֆայելը լրացրեց, սեղանի վրա բռնելով նրա ձեռքը։ Եվ այսպես, այդ կիրակի առավոտյան, նրանք ապագայի պլաններ կազմեցին, մի ապագա, որը նրանցից ոչ մեկը չէր պատկերացնի հնարավոր շաբաթներ առաջ։ Մի ապագա, որը կառուցված էր անկեղծության, փոխադարձ հարգանքի սիրո վրա, որը հաղթահարել էր վախերը, գաղտնիքները, թյուրիմացությունները։ Մինչ նա դիտում էր Ռաֆայելին, ժպտալով իրեն, Լարիսան մտածում էր իր ճանապարհի մասին։ Այն ամաչկոտ աղջիկը, ով մեծացել էր առանց հոր, այն վճռական դեռահասը, ով իր սեփական ճանապարհն էր կառուցում, այն կինը, ով ընտրել էր սпасել իսկական սիրուն։ Յուրաքանչյուր քայլ նրան բերել էր մինչ այստեղ, մինչ լիակատար երջանկության այս կատարյալ պահը։ Եվ իր կյանքում առաջին անգամ Լարիսան չէր վախենում վաղվա օրվանից։ Երկուշաբթի օրը Լարիսան աստղակերպ եկավ նոր ինքնավստահությամբ։ Նա հագած էր էլեգանտ կանացի կոստյում, որը երբեք չէր համարձակվել հագնել նախկինում, Ռաֆայելի նվերը նախորդ օրը, երբ նրանք միասին գնումների էին գնացել։ Նրա մազերը, սովորաբար հավաքված խիստ փնջով, հիմա բաց էին, փափուկ գանգուրներով շրջանակելով նրա դեմքը։ Բայց ամենամեծ փոփոխությունը նրա աչքերում էր, որոնք արտացոլում էին մի խաղաղություն ուժ, որը ներսից էր գալիս։ Ինչպես սպասվում էր, հայացքներն ու շշուկները հետում էին նրան նախասրահով։ Տիգրանի աշխատանքից ազատման լուրը տարածվել էր, շատերն արդեն ենթադրում էին իրական պատճառը։ Ոմանք նույնիսկ տեսել էին Լարիսային կիրակի օրը Ռաֆայելի բնակարանից դուրս գալիս։ Անտեսում ես գիշատիչներին, Կարինեն հայտնվեց նրա կողքին, դավադրական ժպիտով։ Դու այսօր տարբեր ես։ Ես ինձ տարբեր եմ զգում։ Լարիսան ժպտաց։ Շնորհակալություն այն բանի համար, ինչ արեցիր սրճարանում։ Եթե չզանգահարեիր ինձ։ Գիտեի, որ ձեզ ուղղակի պետք է դեմ առ դեմ խոսել։ Կարինեն աչքով արեց։ Եվ քո արտահայտությունից դուք շատ ավելին եք արել, քան խոսելը։ Լարիսան կարմրեց, բայց չհերքեց։ Դա կատարյալ էր։ Մանրամասներ, ընկերուհի։ Ինձ մանրամասներ են պետք։ Ավելի ուշ։ Լարիսան նայեց ժամացույցին։ Ես հիմա հանդիպում ունեմ Մռբաժնի հետ։ Հանդիպումը կարճ էր ուղիղ։ Մարդկային ռեսուրսների տնօրենը ընկերությունում փորձառու հարգված կին, պաշտոնապես ներկայացրեց նոր պաշտոնի առաջարկը, հատուկ նախագծերի համակարգող, մանրամասնելով բոլոր պարտականություններն ու արտոնությունները։ Ինչպես Ռաֆայելը խոստացել էր, դա առաջխաղացում էր, հիմնված արժանինքների վրա, իր վերջին 3 տարվա աշխատանքի փաստաթղթավորված պատմությամբ։ Պարոն Բաղդասարյանը խնդրեց հստակեցնել, որ այս առաջարկությունը գալիս է ամբողջ տնօրինությունից, ոչ միայն իրենից, բացատրեց տնօրենը։ Ձեր արդյունքներն իրենց մասին են խոսում։ Բայց ես նա պետք է անդրադառնամ մեկ այլ հարցի։ Լարիսան ուղղվեց աթոռին, կանխազգալով, թե ինչ էր լինելու։ Մենք տեղյակ ենք ձեր պարոն Բաղդասարյանի միջ հնարավոր հարաբերությունների մասին լուրերին։ Ընկերության քաղաքականությունը չի արգելում աշխատակիցների միջ հարաբերությունները, պայմանով, որ դրանք պաշտոնապես հաղորդվեն չխանգարեն պրոֆեսիոնալ միջավայրին։ Հասկանում եմ, Լարիսան հանգիստ պատասխանեց։ Եվ այո, Ռաֆայելը ես հարաբերությունների մեջ ենք։ Այն սկսվել է վերջերս, տարիներ շարունակ խիստ պրոֆեսիոնալ փոխազդեցությունից հետո։ Ես պատրաստ եմ ստորագրել ցանկացած անհրաժեշտ փաստաթուղթ երաշխավորել, որ մեր անձնական կյանքը չի ազդի ընկերության գործունեության վրա։ Տնօրենը գլխով արեց, գոհունակ թվալով անկեղծությունից։ Գնահատում եմ ձեր թափանցիկությունը։ Ես կպատրաստեմ փաստաթղթերը, ենթադրելով, որ կընդունեք առաջխաղացումը, հաջորդ շաբաթվանից կարող եք սկսել նոր պաշտոնում։ Այլս ուղղակիորեն պարոն Բաղդասարյանին ենթակա չեք լինի, ինչը օգնում է մեղմել շահերի բախումները։ Սենյակից դուրս գալիս Լարիսան ուսերից մի ծանրություն ընկած զգաց։ Այլս գաղտնիքներ չկային, այլս ստեր չկային։ Դա ազատագրող էր։ Ռաֆայելը նրան սպասում էր իր գրասենյակում։ Հենց որ դուռը փակվեց, նա նրան գրկեց, խորը համբուրելով։ Ուրեմն, համակարգող, ինչպես անցավ հանդիպումը։ Հենց այնպես, ինչպես դուք ասացիք։ Հիմնված արժանինքների վրա, առանց բարեհաճության։ Ես երբեք չէի վտանգի քո կարիերան, Լարիսա։ Դու դրան հասել ես ինքդ։
Նրանք կարճ քննարկեցին, թե ինչպես կկառավարեն հարաբերությունները պրոֆեսիոնալ միջավայրում, զուսպ, բայց ոչ գաղտնի։ Հարգալից կորպորատիվ նորմերի նկատմամբ, բայց առանց իրենց զգացմունքները հերքելու։ Ես պաշտոնապես կհայտարարեմ քո առաջխաղացումը վաղը թիմի եռամսյակային հանդիպման ժամանակ, ասաց Ռաֆայելը։ Եվ այդ նույն հանդիպման ժամանակ կարճ պրոֆեսիոնալ կերպով կնշեմ, որ մենք հարաբերությունների մեջ ենք, որը պատշաճ կերպով հաղորդվել է ՄՌ բաժնին, համաձայն ընկերության քաղաքականության։ Ուղիղ, առանց դրամայի, ինչպես ցանկացած այլ կորպորատիվ հայտարարություն։ Կատարյալ է, համաձայնվեց Լարիսան։ Թափանցիկությունը լավագույն մոտեցումն է։ Ինչպես պլանավորված էր, հայտարարությունը արվեց հաջորդ օրը եռամսյակային հանդիպման ժամանակ։ Ռաֆայելը անթերի պրոֆեսիոնալ էր, նախ ներկայացնելով գործնական հարցերը, եռամսյակի արդյունքները, ապագայի կանխատեսումները։ Երբ հասավ թիմի փոփոխություններ թեմային, նա հայտարարեց Լարիսայի առաջխաղացման մասին նույն տոնով, ինչ օգտագործել էր այլ կազմակերպչական փոփոխությունների համար։ Եվ վերջապես նա եզրափակեց մեր թափանցիկության քաղաքականությանը համապատասխան, տեղեկացնում եմ, որ Օրիորդ Ներսիսյանը ես սկսել ենք անձնական հարաբերություններ, որը պատշաճ կերպով հաղորդվել է մարդկային ռեսուրսների բաժին։ Սա ոչ մի կերպ չի ազդի ընկերության գործունեության վրա, հատկապես հաշվի առնելով, որ իր նոր պաշտոնում Օրիորդ Ներսիսյանն այլս ուղղակիորեն ենթակա չի լինի նախագահությանը։ Որոշ դեմքեր զարմանք ցույց տվեցին, մյուսներն ունեին իմացող ժպիտներ։ Կարինեն սենյակի հետում նստած զուսպ դրական նշան արեց Լարիսային։ Այն արված էր։ Գաղտնիքը հրապարակային էր դարձել, բեռից պարզապես փաստ դառնալով։ Հաջորդ օրերին Լարիսան բախվեց հետաքրքրասեր հայացքների, քողարկված հարցերի, նույնիսկ որոշ վատ մեկնաբանությունների։ Բայց ի զարմանս իրեն, արձագանքների մեծ մասը դրական էր։ Շատ գործընկերներ եկան, աջակցություն հայտնելու, ասելով, որ միշտ նկատել էին նրա Ռաֆայելի միջ քիմիան։ Մյուսները խոստովանեցին, որ սկզբում կարծել էին, թե առաջխաղացումը բարեհաճություն էր, բայց ճանաչելով նրա աշխատանքը, ճանաչեցին, որ դա արժանի էր։ Տիգրանը իր աշխատանքից ազատումից հետո փորձեց զրպարտիչ լուրեր տարածել Լարիսայի մասին պրոֆեսիոնալ սոցիալական ցանցերում, ենթադրելով, որ նա Ռաֆայելի հետ քնել էր կարիերայում բարձրանալու համար։ Ռաֆայելն անմիջապես դիմեց իրավաբանական բաժին, որը պաշտոնական նամակ ուղարկեց, պահանջելով անմիջապես հերքում զրպարտության համար դատական հայց ներկայացնելու սպառնալիքով։ Վախեցած Տիգրանը հետ քաշվեց, անհետացավ տեսադաշտից։ 3 ամիս անցավ։ Լարիսայի Ռաֆայելի հարաբերությունները ծաղկեցին ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ առումով։ Աշխատանքում նրանք պահպանում էին զուսպ բնավորությունը, պրոֆեսիոնալիզմը։ Դրանից դուրս նրանք ուսումնասիրում էին իրենց զգացմունքների խորությունը, ամեն օր հայտնաբերելով միմյանց նոր կողմեր։ Լարիսան բարգավաճեց իր նոր պաշտոնում։ Հատուկ նախագծերի համակարգումը թույլ տվեց նրան օգտագործել իր կազմակերպչական պլանավորման կարողությունները ավելի մեծ մասշտաբով, ղեկավարելով ռազմավարական նախաձեռնություններ, դրանց պարզապես աջակցելու փոխարեն։ Նրա առաջին մեծ նախագիծը մենթորության ծրագիր Երանի ծայրամասերի երիտասարդ տաղանդների համար ահռելի հաջողություն ունեցավ, ստանալով լուսաբանում լրատվամիջոցներում գովասանք համաշխարհային տնօրենների խորհրդի կողմից։ Ես այնքան հպարտ եմ քեզանով, ասաց Ռաֆայելը մի գիշեր, մինչ նրանք ընթրում էին նրա բնակարանում։ 2 ամիս հարաբերություններից հետո նրանք որոշել էին պահպանել 2 բնակարանները, բայց գիշերների մեծ մասն անցկացնում էին միասին, երբեմն նրա պենթհաուսում, երբեմն նրա հարմարավետ բնակարանում Արաբկիրում։ Առանց քո աջակցության հնարավոր չէր լինի, պատասխանեց Լարիսան, ավելի շատ գինի լցնելով։ Անհեթեթություն։ Ամեն ինչ քո արժանիքն էր։ Ես ուղղակի տեսա այն, ինչ բոլորը պետք է տեսնեին հենց սկզբից, քո արտակարգ ներուժը։ Այն, ինչ սկսվել էր որպես պատահաբար լսված գաղտնիքի վրա հիմնված ձգողություն, վերածվել էր խորը սիրո, հիմնված փոխադարձ հարգանքի, հիացմունքի մարմնականից վեր կապի վրա։ Մի հատուկ ուրբաթ երեկոյան, իրենց հարաբերությունների պաշտոնական սկսվելուց 6 ամիս անց, Ռաֆայելը նրան հրավիրեց ընթրիքի նույն իտալական ռեստորանում, որտեղ նրանք ունեցել էին իրենց առաջին ժամադրությունը։ Ես ուզում եմ տոնել այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց, բացատրեց նա։ Ռեստորանն ավելի գեղեցիկ էր, քան Լարիսան հիշում էր, թարմ ծաղիկների կոմպոզիցիաներով բոլոր սեղաններին փափուկ երաժշտություն հետին պլանում։ Նրանց տարան նույն սեղանին, ինչ առաջին անգամ, այգու լուսավորված տեսարանով, փոքրիկ լույսերով։ Ընթրիքի ժամանակ նրանք խոսեցին ապագայի մասին, կարիերայի պլաններ, երազանքներ, համատեղ նախագծեր։
Լարիսան նկատեց, որ Ռաֆայելը մի փոքր նյարդայնացած էր թվում, ինչը հազվադեպ էր նրա մոտ։ Ամեն ինչ լավ է, հարցրեց նա, անհանգստացած։ Դու անհանգիստ ես թվում։ Ես լիովին լավ եմ, նա ժպտաց, սեղանի վրա բռնելով նրա ձեռքը։ Ուղղակի մտածում եմ, թե ինչպես է փոխվել իմ կյանքը, երբ դու մտար դրա մեջ։ Հուսով եմ դեպի լավը, կատակեց Լարիսան։ Դու նույնիսկ չես պատկերացնի, թե որքան։ Նրա աչքերի լրջությունը զարմացրեց նրան։ Մինչ քեզ, Լարիսա, ես պարզապես հաջողակ գործադիր էի, ապրելով աշխատանքի, նպատակների, արդյունքների համար։ Ես չէի գիտակցել, թե որքան դատարկ էր իմ գոյությունը, մինչ դու ինձ ցույց տվեցիր, թե ինչն է իսկապես կարևոր։ Եվ ինչն է իսկապես կարևոր։ Կապ։ Իսկականություն։ Իսկական սեր։ Նա քնքշորեն շոյեց նրա դեմքը։ Դու ինձ սովորեցրիր, որ հաջողությունը առանց մեկի, ում հետ կիսվելու, իսկական հաջողություն չէ։ Լարիսան զգաց, թե ինչպես են իր աչքերը լցվում նրա խոսքերի ինտենսիվությունից։ Դու նույնպես փոխեցիր իմ կյանքը, Ռաֆայել։ Ինձ ցույց տվեցիր, որ ես կարող եմ սիրված լինել այնպիսին, ինչպիսին կամ առանց փոխվելու կարիքի։ Եվ հենց դրա համար էլ ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել քեզ հետ։ Մինչ Լարիսան ամբողջությամբ կհասկանար այդ խոսքերի իմաստը, Ռաֆայելը վեր կացավ իր աթոռից, ի զարմանս հուզմունք նրա ծնկի իջավ նրա կողքին։ Ամբողջ ռեստորանը կարծես դադարեց դիտելու համար։ Լարիսա Ներսիսյան, ասաց նա, ձայնը ամուր, չնայած ակնհայտ հույզերի նրա աչքերում, այն օրվանից, երբ ճաշարանում լսեցի քո անկեղծ խոստովանությունը, ես գիտեի, որ դու հատուկ ես։ Այն, ինչ սկսվեց որպես հրապուրանք, վերածվեց ամենախորը սիրո, որը ես երբեք զգացել եմ։ Դու ինձ ստիպում ես ցանկանալ ամեն օր ավելի լավ տղամարդ լինել։ Թեթակի դողացող ձեռքերով Ռաֆայելը գրպանից հանեց փոքրիկ թավշյա տուփ։ Բացելով այն, նա բացահայտեց պլատինե մատանի անթերի կտրված միայնակ ադամանդով, էլեգանտ, նրբաճաշակ բացարձակապես շլացուցիչ, ինչպես ինքը Լարիսան։ Դու ինձ կտաս այն արտակարգ պատիվը, դառնալու իմ կինը։ Աշխարհը կարծես անհետացել էր։ Լարիսան տեսնում էր միայն Ռաֆայելին, նրա անկեղծ աչքերը, նրա բացահայտված խոցելիությունը, նրա սերը, որը լցված էր յուրաքանչյուր բառում։ Այն արցունքները, որոնք նա զսպել էր, հիմա անարգել հոսում էին նրա դեմքով։ Այո, պատասխանեց նա, ձայնը հուզմունքից խեղդված։ Այո, 1000 անգամ այո։ Ռաֆայելը մատանին սահեց նրա մատին դողացող ձեռքերով։ Ամբողջ ռեստորանը ծափահարեց, երբ նա վեր կացավ նրան քաշեց կրքոտ համբույրի։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ ծիծաղում լացում էին միաժամանակ, կորած երջանկության պղպջակում, որը նրանք միասին ստեղծել էին։ Ռեստորանի մենեջերը շամպայնի շիշով հայտնվեց, տան կողմից հյուրասիրություն։ Պահը տոնելու համար, բացատրեց նա, 2 բաժակ լցնելով։ Զույգի առողջության երջանկության համար։ Բոլորը շուրջ բոլորը բարձրացրեցին իրենց բաժակները, ընդհանուր կենացի համար։ Լարիսան երբեք իրեն այդքան սիրված, այդքան ամբողջական, այդքան վստահ չէր զգացել, որ հենց այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Ավելի ուշ այդ գիշեր, Ռաֆայելի ուժեղ թերում փաթաթված իր անկողնում, Լարիսան մտածում էր այն ճանապարհի մասին, որը նրան բերել էր մինչ այստեղ։ Անվստահ երիտասարդ կնոջից, ով պահում էր մի գաղտնիք, որից վախենում էր, որ այն կսահմաներ իրեն, մինչ ինքնավստահ կին, ով սիրո մեջ գտել էր ազատություն, լինելու հենց այն, ինչ ինքն էր։ Ինչ ես մտածում, հարցրեց Ռաֆայելը, շոյելով նրա մազերը։ Այն մասին, թե որքան անկանխատեսելի է կյանքը։ Նա բարձրացրեց ձեռքը, հիանալու լուսնի լույսի տակ փայլող մատանով, որը ներս էր մտնում պատուհանից։ Եթե 1 տարի առաջ ինձ ասեին, որ ես այստեղ կլինեմ գործադիր տնօրենի հարսնացուն, հատուկ նախագծեր համակարգելով լիովին երջանիկ, ես անհնար կհամարեի։ Ոչինչ անհնար չէ, երբ խոսքը մեզ երկուսիս մասին է։ Նա քնքշորեն համբուրեց նրա ճակատը։ Ինչ էլ որ ուզես մեր ապագայի համար, մենք միասին կկառուցենք։ Ես տուն եմ ուզում։ Լարիսան երազկոտ ժպտաց։ Ոչ թե բնակարան, այլ իսկական տուն։ Այգիով մեր երեխաների համար խաղալու։ Երեխաներ, Ռաֆայելը հոնքերը բարձրացրեց, զարմացած, բայց նկատելիորեն հմայված գաղափարից։ Մի օր։ Նա ավելի մոտեցավ նրա թերին։ Ոչ հիմա, բայց մի քանի տարուց։ Ես ուզում եմ մեր ընտանիքը կառուցել, երբ պատրաստ լինենք։ Մեր ընտանիքը, նա կրկնեց, վայելելով խոսքերը։ Կատարյալ է հնչում։
Հաջորդ ամիսներին նրանք սուզվեցին հարսանիքի նախապատրաստություններին։ Նրանք որոշեցին անցկացնել մտերմիկ արարողություն միայն մտերիմ ընտանիքի ընկերների համար Երանի մարզերից մեկի գինեգործարանում։ Լարիսան իր մորը հրավիրեց ավելի մոտ ապրելու, նրան հարմարավետ բնակարան գնելով իրենց հենց նոր ձեռք բերած տանից մի քանի թաղամաս հեռու, Ձորագյուղում, ընդարձակ այգիով հիանալի բնակարան, հենց այնպես, ինչպես Լարիսան երազել էր։ Պրոֆեսիոնալ առումով նրանք շարունակեցին բարգավաճել։ Լարիսան նորից առաջադրվեց, այս անգամ սոցիալական պատասխանատվության տնօրենի պաշտոնում, ղեկավարելով Աստղակերպ-ի բոլոր ազդեցության նախաձեռնությունները Հայաստանում։ Ռաֆայելը նրա աջակցությամբ ընկերության կորպորատիվ մշակույթում զգալի փոփոխություններ իրականացրեց, այն դարձնելով ավելի ներառական մարդկային։ Հարսանեկան առաջարկից մեկ տարի անց, գարնանային արոտ կեսօրին, Լարիսան քայլում էր խաղողի այգիների միջով իմպրովիզացված միջանցքով, նրա պարզ, բայց էլեգանտ սպիտակ զգեստը մեղմորեն ծածանվում էր քամուց։ Տիկին Սիրանուշը ուղեկցում էր նրան, հպարտ հուզված։ Ժանգոտ զարդարված զոհասեղանին, վայրի ծաղիկներով, Ռաֆայելը սպասում էր նրան, նրա աչքերը փայլում էին սիրուց հիացմունքից։ Նրա կողքին, որպես խաչեղբայր, կանգնած էր նրա կրտսեր եղբայրը, ով հատուկ Վանաձորից էր եկել արարողության համար։ Կարինեն, իհարկե, Լարիսայի քավորակին էր, շողշողուն իր երկնագույն զգեստով։ Երբ Լարիսան հասավ զոհասեղանին, նրա ձեռքերը հանդիպեցին Ռաֆայելի ձեռքերին, նա բացարձակապես վստահ էր, որ իր կյանքի ընթացքում կայացրած բոլոր որոշումները, ներառյալ իսկական սիրուն սպասելու ընտրությունը, կատարյալ ճիշտ էին։ Դու շլացուցիչ ես, շշնջաց Ռաֆայելը։ Եվ դու ամենագեղեցիկ տղամարդն ես, ում ես երբե տեսել եմ, պատասխանեց նա հուզված։ Նրանց փոխանակած երդումները պարզ էին անկեղծ, արտացոլելով այն իսկականությունը, որը միշտ բնորոշել էր իրենց հարաբերությունները։ Նրանք խոստացան հարգանք, գործընկերություն, փոխադարձ աջակցություն, հավերժական սեր։ Երբ մատանիները փոխանակվեցին, արարողությունը վարողը նրանց ամուսին կին հռչակեց, միությունը կնքող համբույրը միաժամանակ քնքուշ կրքոտ էր, հենց այնպես, ինչպես նրանք։ Հաջորդած փոքրիկ ընդունելությունը ուրախ անկաշկանդ էր։ Նրանք պարում էին աստղերի տակ, շրջապատված նրանցով, ում ամենից շատ էին սիրում։ Մի պահ դադարի ժամանակ Ռաֆայելը նրան տարավ այգու ավելի հանգիստ անկյուն։ Երջանիկ ես, հարցրեց նա, հետից գրկելով նրան, մինչ նրանք դիտում էին հեռվից երեկույթի լույսերը։ Ավելի, քան երբեք կարծում էի հնարավոր, պատասխանեց Լարիսան, հենվելով նրա վրա։ Գիտես, թե ինչն է ինձ ամենից շատ հրապուրում։ Ինչը։ Այն, թե ինչպես ամեն ինչ սկսվեց ճաշարանում Կարինեին շշնջացած գաղտնիքից։ Ինչպես մի բան, որից ես վախենում էի, որ ինձ կնվազեցներ ուրիշների աչքերում, ի վերջո ինձ բերեց իմ կյանքի ամենամեծ սիրուն։ Ռաֆայելը նուրբ համբուրեց նրա պարանոցը։ Ոչ թե գաղտնիքն ինքնին գրավեց ինձ, Լարիսա, այլ այն անկեղծությունը, որով դու խոսեցիր դրա մասին։ Այն գիտակցումը, որ արտաքին տեսքի աշխարհում դու իսկական էիր։ Եվ հիմա այլս գաղտնիքներ չկան մեր միջ։ Միայն այն ապագան, որը մենք միասին կկառուցենք։ Մինչ նրանք ձեռք ձեռքի տված վերադառնում էին երեկույթին, Լարիսան մտածում էր իր ճանապարհի մասին։ Այն երիտասարդ կինը, ով մի օր կարծում էր, որ անտեսանելի է, հիմա ապրում էր ինտենսիվ, հասուն հրապարակային սեր։ Նրա անցյալը կամուրջ դարձավ նրա ապագայի համար։ Նա ոչ միայն օգնական էր, ով գաղտնիք էր պահում, այլ մի ամբողջական կին, ով իր տերն էր, ով ճիշտ ընտրություն էր կատարել։ Եվ Ռաֆայելը, հզոր գործադիր տնօրենը, ով կարծում էր, որ ոչինչ չի կարող դիպչել իրեն, հայտնաբերել էր, որ կա մի բան, որը ոչ մի գումարով հնարավոր չէ գնել, իսկական սերը։ Պատմության ավարտը, եթե Լարիսայի Ռաֆայելի պատմությունը դիպավ ձեր սրտին, մի պահեք այդ զգացմունքը միայն ձեզ համար։ Կիսվեք նրանց հետ, ում սիրում եք, բաժանորդագրվեք մեր ալիքին, սիրո մարդկային հարաբերությունների բարդությունները բացահայտող ավելի շատ պատմությունների համար։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր կարծիքին այս սիրավեպի մասին, որը ծնվել է գաղտնիքից ծաղկել անկեղծության մեջ։ Որտեղից եք դիտում։ Թողեք ձեր մեկնաբանությունը ներքում մի մոռացեք միացնել զանգակը, տեղեկանալու համար, երբ մենք հրապարակենք մեր հաջորդ պատմությունը։ Իսկական սերը, ինչպես Լարիսայինը Ռաֆայելինը, արժանի է տոնվելու կիսվելու։